Ողջույն, սիրելի ժողովուրդ, այս սիրելի ժողովուրդ մնաց, ողջույն մնաց, իմ որ ասում եմ մարդ լրիվ դարել է հոգեկան հիվանդ, այս ազգի, այս ժողովրդի, այս զանգերի, այս ամեն ինչի ոչմ ձեռը, մեխատ հոգեբուժան, լրիվ, մի վարքյան խնդրում եմ, մի վարքյան մի հատ բան նայենք, լավ, ընթացքում էր հեռուստադիտողը մեզ կօգնի, ինձ խնդրում եմ միտեղ պտի զանգենք էլի, դրա համար։ Կարադառնանք մեր այսօրվա հայ ազգի հերոսություններին, թեմաներին, առաջնահերթության սկզբունքով բողոքներին, քաղաքական, ներքաղաքական իրավիճակին։ Ձեզ հետ է հանրային ձայնը։ Ես չգիտեմ, երբ պետք է այս ամենը ավարտվի, որպեսզի մենք վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, մեր, այսպես ասած, մշտական անդամներից մեր հաղորդմանը ներկայա մենակ Ռուզիկն ու Քրիստիկը, մնացածը գիտեք, երկրի իրավիճակով պայմանավորված թողել ենք իրանց աշխատասենյակներում, հա, տենց ասենք։ Ուզում եմ, չգիտեմ որտեղից սկսեմ, բողոքներից, թե ինչերից, լավ, եկեք մինչ հաղորդումը սկսելը, ես ուզում եմ այսօր հանրային ձայն կուսակցության անունից, հաղորդաշարի անունից շնորհավորել մեր կուսակցության անդամ Արման Մկրտումյանի ծննդյան օրը, ով այս պայդրությամբ գտնվում է Արմավիր քերակատարողական հիմնարկում, շինցուկ հերական գործով իբր թե ձիվա բոզի տղեկից գնացել էր փող ուզելու։ Ես չգիտեմ ձիվան ում տարածքի մեջ անգնում, բայց ձիվայի սեփականատերերը ոնց որ թե Երևանում կունենան տարածք։ Ես շատ շուտով իմ հարցերը կլուծեմ դրանց հետ։ Մինչ ձիվա միվա եւ այլն, ես հիշեցնեմ, որ Արման Մկրտումյանը ենթարկվել էր խոշտանգման քննչական կոմիտեում, դա հաստատվել է նաև նախաքննության ընթացքում, պожалуйста, նախաքննության ընթացքում, այնտեղ ազատուհի բոզի տղեն կայնացրել էր մի ոտի վրա, ասել էր քրֆի դոգին խլեշի, որ նկարեմ ղրգեմ, չեր արել, Անդեղ դոգի վրա պիտի ցուսմունք տաս, չեր արել իրանց ուզած ցուսմունքը, անդեղ պիտի մեր համար աշխատես դոգից ինֆորմացիա խլես մեզի տաս, այդ մի հար հյուսված տղեն չեր արել, և քանի որ անուշ ապերները, հասկանում եմ երաժշտության օր չի, բայց հնարավոր չի առանց սրա, են որ ասում է ումիրած տաքս մուզիկայի, մի վարք։ Բայց քանի որ Արմավիր քերակատարողական հիմնարկի եւ ոչ միայն Արմավիր, Սևան, այնտեղ բանն ամնամ, Սովետաշեն, ու այտենց նաեւ էս վերջի 150 հոգում որ տարելցել են, սրանք բոլորը ուզում են գնան գյոթի ու բոզի։ Ես շատ վատ կզգայի ինձ, եթե նման բարձր տրամադրությամբ շնորհավորեի Արման Մկրտումյանի ծննդյան օրը։
Ես ցանկանում եմ ամենալավն ու բարին այն երիտասարդին, ով ավելի տղամարդ գտնվեց իր շարքն իհարհալով, քան թե շատ ու շատ մուսկուլավոր անձնավորություններ։ Եվ քանի որ ինքը անուշ ապեր է, նորմալ մնաց որպես տղամարդ, ես ցանկանում եմ, որպեսզի ամբողջ քերակատարողական հիմնարկների անուշ ապերները, այդ թվում նաև այս վերջին նստածները, твой день рождения сами лучшие без сомнения. Эс երկի տակ էթը մեն արգիշտենց եւ ազատուհոն ստու ամբողջ նավարին Նիկոլայ Բասկովի հաճելի երաժշտության տակ Սաժալենյա պրոշլեմ ծսնեն արգիշտի նավարին, ազատուհու նավարին, Նիկոլի նավարին, հաճելի մարդու նավարին Մաղթում ենք ձեզ առատ սպերմնաժայթ կմես բոզի տղեքի ընտանիքի անդամների բեյնի մեջ Սրանց քիչ համալացեն ժողովուրդ, շատ քիչ, չգիտեմ ինչ են խաղի տղաունը, կոլոտ գանդոնը, թևավոր գանդոնը ինչ են խաղը, բայց ես ձեր տունը ծծնելու եմ ու հանրապետության հրապարակը ես երկի տակ, ձեր ազգուտակին հայազգը ծծնելու է բոզի տղեք, Նիկոլայ Բասկով սպայոտ Ծափահարություններ, արգիշ տունը ծսնի ալամ քերակատարողական հիմնարկները, նու բարաշենի բերդի պետ առաջին երդին։ Են որ նայես ասես, ախ, դինջը ծավ։ Աբրես, Բասկով ջան, աբրես։ Հուսով եմ, մեր անուշ ապերնիքը խորական, մտավոր, էսթետիկ, հոգևոր արգազմ ստացան Արգիշ Քարամյանի ազատուհու վերահսկող դատախազի դատավորների տուն ու տեղը ծծնելով։ Ուրիշ ձև հնարավոր չէր։ Արման ջան, շնորհավորում եմ ծնունդդ։ Մենք դեռ ժամանակ ունենանք։ Սրանց բարիս ամենաբուն իմաստով ծծնելու։ Ասենք առաջ։ Քանի որ մի անգամից խոսք գնաց ծծնելուց Աշկովս ընգավ, որ ուրեմն փաստաբան Արսեն Բաբայանա, Բաբայան, Բադալյան, չեմ հիշում ազգան, Արսեն, իր Facebook-յան էջում տեղադրել էր, որ ոչ մի կերպ չի կարողանում հասնել նրան, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը, հիշեցնեմ ով է Մարատ Հակոբյանը, Մարատ Հակոբյանը այն երիտասարդն էր, ում Կարմիր բերետավոր բոզի տղեն խեղտելով տանը մեջ, լրագրողն էլ հարցատալն ոստիկանապետ բոզի տղուն ասմա խիք խեղտում է երեխուն, ասմա դա ձեր երևակայության արդյունքն էր, չէին խեղտում, պրոստը ձերը կցեուսին տանը մեջ։ Ընկեր ոստիկանապետին ես ուզում եմ ասեմ այդ 18-ամյա երիտասարդը, որը որ հիմա ոչ մի կերպ չի կարողանում տեսնի իր ծնողին, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ ինչի ադրված արգելք տեսակցության, այս մարդը խոմ Բեն Լադենը չի 18 տարեկան երեխա միտինգափակ է, արգելք եք դրել։ Ես ուզում եմ, որ այդ 18 տարեկան Մարատ Հակոբյանը հուսով եմ փաստաբան Արսենը կփոխանցի, Արսեն Բաբայանի թե չեմ սխալվում այդ երեխային, ուրեմն խնդրած կլինեմ, որ փաստաբանը, ոնց որ ես էի անում, Մարատ Հակոբյանի մոտ որ գնամ, տանի ոստիկանապետի լուսանկարը, ոստիկանապետի ընտանիքի անդամների լուսանկարները, որպեսզի 18 տարեկան այդ երիտասարդը տուալետում դնի այդ լուսանկարները, խցի տուալետում եւ իր խցակիցները ամեն անգամ սինթետիկ օրգազմի կարիք զգալու դեպքում մտնեն տուալետ, դա նորմալ երևույթ է, օգտվելով այդ լուսանկարներից եկող երևակայական զգացմունքներով զբաղվեն ձեռնաշարժությամբ, դրանով իսկ հոգևոր, ֆիզիկական, սեռական հանգստություն պատճառեն իրենք իրենց,
Ուղղակի դնում են ոստիկանապետի նկարը ընտանիքի անդամներով։ Եվ երևակայական սեքս կամ օրգազմ են ապրում ընտանիքի անդամների լուսանկարներին նայելով։ Ինչա նշանակում սա ձեր երևակայությունն է։ Մարդուն ապաշկերախեղտում են երևակայությունը որն է, ընկեր ոստիկանապետ, չեմ ասում Վայե Ղազարյան, այդ աղբի անունը մոռանում եմ, հա։ Կամ ինչա նշանակում չի տրամադրվում տեսակցություն։ Ինչի չի տրամադրվում։ Բեն Լադենն է, չգիտեմ, միջազգային չա հելակ օտեր հելերեր, ընկել էր էս բոզի տղեկի խելքին, էս թևավոր գյոթի ու փողոց էին փակել։ Տարան փագին, հիմա էլ ասում է տեսակցություն չի կարելի ծնողի հետ։ Հիմա ես ուզում եմ հարց տամ Թևանյան Գանդոնին։ Հեսա մենք այսօր կանրադառնանք Թևանյաններին։ Ինչ միանշանակ համոզված եմ, որ փաստաբան Արսեն Բաբայանը իրականացնում է անվճար սեփական նախաձեռնությամբ։ Դա իմ ներքին ձայնն ասում է, ես ուզում եմ հասկանամ, ով պետք է զբաղվի մի րոպե։ Ով պետք է զբաղվի այս տղայի փաստաբանական ծառայություններով, օգնությունով եւ այլն։ Իշխան բոզի տղա, թևավոր բոզի տղա, կոլոտ, չէ, կոլոտը չկար, այն Վազգեն Մանուկյան եւ այլն, որ տարա կողիկ ծակը, հիմա եւ ուզում հասկանամ, ինքեր հաճելի մարդ, կաբինետ, էլ ինչ հաճելի մարդ, դա հաճ մարդ, ինչի եք այս տղայի տեսակցությունը փակել։ Խոմ դուք բոզի տղա չեք, հələ որոշակի մարդիկ ասում են, պարոն Ղուկասյան, որ քֆուր չտաք, ձեր դիտումների քանակն ավելի կավելանա։ Դե հիմա եկեք ասեք, որ պարոն Ղուկասյանը ծայրաստիճան էմոցիոնալ անձնավորություն է եւ չի կարող քֆուր չտալ։ Որ քֆուր չտաս ոստիկանապետին, բա ինչ ասես։ Հարց եմ տալիս ես։ Որ քֆուր չտաս այն դատախազին կամ այն քննիչին, ով բանա արգելքա դրել այս երիտասարդի տեսակցության վրա, ինչ ասես։ Ես ուզում եմ մի հատ բողոքների մասով։ Հա, հավալով, այսօր ինչ ալնեմ, ասում է վատացել է մի պա գրեցին, վատացել է Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դալիճում դատարանի։ Դրանից հետո փաստաբանը հայտարարում է, ասում է պրոֆիլակտիկ ճնշում էինք չափում։ Ճնշաչափում, թազաբար, բժշկության մեջ։ Ես չգիտեմ ով է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, բայց ուզում եմ ասեմ, սիրելի փաստաբան, պրոֆիլակտիկ ճնշաչափում գոյություն չունի։ Մարդը դեղերը ընդունում է, դիբազոլ պապավերին սրսկեք, բերեք գցեք դատարանի դալիճ։ Եվ վերջ, պրոֆիլակտիկ ճնշաչափումը որն է։ Այդքան վատ ազգմյան, այդ բոզի տղեն։ Դու էլ թևերդ հավարով փռմես վրեն, ասում ես, գիտեք չի, սա սենցա թենենցա։ Հարգելին ես, ադրբեջանցիներ են, խեռագլուխներ են եւ այլն, խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք։ Մենք մեր հաղորդումը տանում ենք։ Բլոկեք, բացեք, փակեք, տարեք, անցանք։ Թո հա գրեն, ինչ ուզում են թո գրեն։ Այ բռնաբարին ես ադրբեջանցիներով։ Հատուկ պարոն Աբազյանի համար, եւ ոչ միայն պարոն Աբազյանի, այլ նաեւ Մալչիկ Պայմինի Սասուն, դրա հիմնարկի եւ դատախազության համար։ Մենք անդրադարձել էինք, որ Գայի պողոտա 20 հասցեում գտնվող նախկին ունիվերսամի շենքը անցել է Ղարաբաղյան կլանի որոշակի անձանց տիրապետության տակ։ Ուրեմն եւ բարձրաձայնել էինք Արգադի Ղուկասյան եւ Բակո Սահակյան։ Մեզ որոշակի մարդիկ օգնեցին, ասում են, պարոն Ղուկասյան, դուք շատ ճիշտ եք, բայց այդ Գայի պողոտայի ունիվերսամը ձեռք են բերվել ոմն Գարիկ եւ Միշիկ, որոնք եղել են Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ժամանակ աշխատել են Արցախի կառավարությունում որպես օգնականներ։ Եվ 7 միլիոն դոլարը կանխիկ մտել են այդ բանկ, որտեղ որ իրականացվել է գործարքը։ 10-ով շիկ ոմն Սուրիկ, ով աշխատել է նախկինում Պեկում։
Հիմա պիտի ստեղ առաջանա հարց, ազգային անվտանգության ծառայություն կոչվածը եւ հակակոռուպցիա կոմիտե կոոպերատիվը պարտավորվում է արդյոք գնալ գայի պողոտա 20 ունիվերսամ այդ շենքի հասեով եւ հասկանա Գարիկը եւ Միշիկը, ովքեր որ աշխատել են Արցախի կառավարությունը որպես օգնականներ, ինչ ֆինանսական միջոցներով են ձեռք բերել նախկին ունիվերսամի շենքը նոր նորքում։ Կոռուպցիա։ Հետո ասում են կոռուպցիան նեմա։ Ամբողջ Ղարաբաղը թալանին, մենք հեսա կանադառնանք Ղարաբաղի թեմային, թալանին, այս Ղարաբաղյան կլան կոչված բոզի տղեկը հիմա էլ սուսուփուս եկեն նստե վայելում են։ Ունիվերսամ են առում, հյուրանոց են առում, հոթել են առում, էս են առում, են առում։ Ես հուսամ, որ պարոն Աբազյանը, որը այս պայդրությամբ բացակայում է, որ ուշադիր նստած չեկիցները լսում են ինձ, անպայման կգնան գայի պողոտա 20 ունիվերսամի հետևից, եթե ոչ, ապա իմ ավականին հաստատ գնալու է ամսի 10-ից հետո։ Երաշխավորում եմ։ Քանի որ գնաց խոսք Արցախից, դիմում եմ Արցախի, այսինքն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, Տավարի ծնունդ, Երևանից ուղարկված ավտոբուսները լեն լմփոշ նախատեսված են նաև կենթանիների համար, եւ եթե Արցախի ժողովուրդը ուզում են իրենց կենթանիներին դուրս բերեն, շունակատույա գելագազանա, հանգիստ կարող են այդ ավտոբուսներով դուրս բերել, իսկ եթե ձեզ արգելը մա Դավիթ Սարգսյանը, հավարով գալի կանգնում եք ադրբեջանական լրատվամիջոցների առաջ հայերին եք գրլում, ասում եք հայերի հետ ապրել չենք, մենք գնալ ենք ապրալ ենք Ռուսաստան, չգիտեմ, թուրքերը լավն են, էսեն են, ձեր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին գոյություն չունեցող ում ընտանիքը վաղուց փախել է, ծսրեք տեղում եւ ձեր կենթաներին ձեր հետ դուրս բերեք այդ ավտոբուսներով, որը որ դուք հանգիստ իրավունք ունեք դուրս բերելու, բայց չգիտեմ խի իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ գալու է մի օր դուք հետ վերադառնաք նորից Ստեփանակերտ, այտենց զգացողություն ես ունեմ, չեմ ուզում շատ բան ասեմ, բայց ոնց որ թե տենց բան զգում եմ ողնաշարով։ Իսկ Դավիթ Սարգսյանից զգուշացնում եմ, մի հատ է տենց բան եղավ, կնգատ երեխեքիդ Հայաստանում գտնելու եմ, այնքան տանեմ գցեմ գազանանոց կենթաներ այնքան ծածանեն, որ դարակնիկը զոհիլ։ Եթե մի հատ էլ բողոքա եկե ինձ, որ քո նման բոզի տղեն խոչընդոտը հանդիսանեմ կենթաներին այդ ավտոբուսներով դուրս բերելուն։ Բոզի տղա։ Իմիջիալոց Հայաստանի Հանրապետությունը սանեպիդկայան ունի, ահավոր հակահիգենիկ, հակասանիտարական վիճակը այդ ընդունման կետերում, Սյունիքի, չգիտեմ, Գորիսի, Սիսյանի, Մեղրու, Ղափանի, սանեպիդկանի աշխատողներին, ուղարկեք այդ ընդունման կետերը իրանց ձեռքի տակ եղած ախտահանիչ միջոցներով, վաղը մյուսուր էպիդեմիա բռնելու Սյունիքի մարզում ձեր ոչ պրոֆեսիոնալ փնթի գանդոն լինելու պատճառով։ Այսքան օգնություն ա գալել մատ բան առաջանում, հարց այդ առաջանով, թե օգնությունները ում հետույքն է մտնելու։ Ուրեմն Ռուսաստանը տրամադրել է 20 միլիոն, այնտեղ Ամերիկան 11.5, Ֆրանսիան, Ճապոնիան, Շվեյցարիան, սաղ բան են ղրգում այդ օգնություն, բայց հենց այդ օգնության էֆեկտը ես չեմ տենում, ոչ վառելիքի տեսքով, ոչ սննդի տեսքով, ոչ բնակարանների տեսքով։ Իմիջիալոց ինչ վերաբերվում է բնակարաններին։ Բեղլու բոզի տղեն միկրոֆոնը վեկալը մեջ, Արցախ մենք քո հետ ենք։ Սևանի անուշ ապերները խաբար են ղրգի հանրային ձայն, ասում են պարոն Ղուկասյան, ուրեմն Բեղլուն ունի ծովասար հյուրանոց, հոթել, ծովասար, ինչի Բեղլուն Արցախի փախստականներին չի տեղափոխում ծովասար, ասեն Բեղլուի չիներ են խոսացող, ինչ հա, ու հա, հի հո, աղբորը գոնե այդ հարցը տվել եք, ասում է ուզում ենք հարցը տանք, բայց հարցը որ տանք, պատասխանը չենք հասկնա, ինչա ասում այդ գյոթը, ասում եմ լավ, Բեղլուին ինչի այդ հարցը չեք տալի, Արցախ մենք քո հետ ենք,
բորը մեր հանրապետության հրապարակի ամբիոնի վրից։ Բա այդ քո այդ ծովասարım, որ այդքան համարնիկ կան, բա մի 10 ընտանի կոնետար տեղավորի ծովասար, այն որ փրփուրով փարթեր է, անամալ շիրուզիկ, որ փրփուրը լցում էին վրեկը, մտնում էին փրփուրի տակից ու լպստում էին իած, այն ռուկի վերխի երաշտության տակ, 18 մնե ուժե, պացելույ մինա վիզե, այդ երկի տակ, Բեղլու, Իշխան Սաղաթելյան, կուլտուրական ասեմ քեզ, առնանդամի պատվանդան, բա ծովասարըմըտ, էդ էլ խոբ, ես խոբ չգիտեի, ազնվությամբ, էդ Քավարա, Սևանա ժողովուրդ եկալան գրին, ասեցին մի հատ հələ այդ հարցը տվեք, հələ Ռոբիկին հասկանում ենք, չէ, ասում չկա, գոյություն չունի, Սերժիկը վաբշե կապիտալ չունի, մեբոմշ, են Ֆրանսիան, Ռուսաստան, սաղ օգնում են, Սերժիկը փող չունի, փող նեմա, ինքը վաբշե, Սիրուշոն մենք Արցախի հետ ենք, Են Սիրուշը, մեկը չասեմ այդ բիժու որ շայել ես վրեն, ատենց ես Արցախի, ձեր հյուրանոցներում խույտ չեք բերեմ ես մարդկանց տեղավորը, հարց Իշխան Սաղաթելյանին, հիմա էլ ասում են միտինգը չեղարկը մենք, ամսի 30-ին, հոգնանք, մենք ես ականադարվանք դրան։ Ես այսօր առավոտյան անդրադարձա են Արաքս սովխոզի կթուկով Անի Խաչատրյանին, Են որ ամեն մի ծիծը ուղիղ համահունչա մայր ծննդկան կովի կրծքին, Պրոստը ընդ չգիտեմ 5 պտուկա, 6 պտուկա, ես գյուղի մարդ չեմ, ստե մի պտուկա, բայց այդ մի պտուկը իա, այսպես ասած, անոթատար խողովակներով, ավելի մեծ ջուրմանոցա, քան այդ կովի 5 պտուկները իար միասած 5-4 այն որ վզ, Ես սրա միծծից ավելի շատ նապորովա կատեթամ, քան թե ցելի կովի 5 պտուկից։ Այսօր առավոտյան ես անդրադարձա Անի Խաչատրյան Արշալույսի, Արշալույս գյուղում, Արշալույսի սաղ բնակիչները երջանկա հիշատակ Մանվել Գրիգորյանի հետ ծսցնեն քեզ քառակուսի կով։ Ինտերվյու էր տվե 84 թվին արտադրվե։ Ասում ես Միակ ընդդիմությունը մենք ենք, ինտերվյուն դրել եմ, ու ինչ էր ասում 50+1, հասկացանք է տոկոսների հետ կապված անգրագետ է, ես նայեցի սա ինչա ավարտ է, ուզում էի հասկանալ սրա ինքնակենսագրականից, թե այս ֆերմայի եզը ինչա պրծե, նայեմ ենք, արտադրվել է 84 թիվ սեպտեմբերի 19-ին Երևանում, 91-ից 98 սովորել է, ավարտել է էլիտար ոչմ կրթահամալիր եւ այլն, 2001-ից 5 թվականներին attention սովորել է Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտում ստանալով իրավաբանի որակավորում, բելտ, հասկացանք չէ որ բելտ, փողը տվե դիպլոմնարը, այս ինստիտուտն փակվել է, գոյություն չունի, նեմա, так 2004 թվականից երիտասարդ երկրապահ կազմակերպության հիմնադիր անդամ, ստեղից մի անգամից հասկանում ենք, որ Մանվելի կնիկ Նազիկը պիտի սրան ծսցնի, որովհետև եսի մտել է Մանվելի փաչեկի արանքը, գրուկ պեչատուկ, միանշանակ, սա հանրապետական հել է վրեն, իչե, հել է ու չի իչե, ասեմ հանրապետական երկրապահ, 2006-ից 8-ում աշխատել է ուկրաինական Դոլորես 63 կազմակերպության մոսկովյան մասնաճյուղում որպես համակարգող, գեղեցկության սրա է երևի եղել, ընդ մենեջեր է եղել։ 2008-ին 2003 թվականից ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ, քեզ քաղաքական դագաղն եմ դնելու Տուլահամբերի։ Так, 2017 թվականին էլ ընտրվել է Երևանու ավականու անդամ։ Ատանց քյուչա 2017 թվականից ցրթել է մի հատ եկեղեն։ Դուք պրոստը չեք պատկերացնում, ես դες ինչ եմ անելու քաղաքապետարանը։ Ու ես ագարկեն ինտերվյու էր տալեմ, ասում էր մենք անդիմադիր ենք, բայց այսօր ես առավոտ ասի, չէ։ Մի հատ լրատվամիջոց չի եկալ է չի զանգե, ասի ֆերմայի տավար կթուկով ինչ ես գնացել կոալիցիա կազմում քո հետ մի վոտանի
այդ սև սատանու հետ միասին մտել եք Սիսիի հետ անցքը ունդեղ հոտը շնչում եք։ Ընդդիմադիր էր։ Այս ծաղիկ կովը։ Ինձնից հետարքիր է, հիմա Արամ Սարգսյանն սրան ծսնեմ, թե էսի է Արամ Սարգսյանին ծծերով ծսնեմ։ Դե հաշվի առնելը, որ Արամ Սարգսյանը նեմա, ընդե դա դարգա։ Ուրա։ Ներուս։ Վայ, մերն ես դու ամի։ Ուզում էի ասեի։ Բալոր, ուրա, բալոր նեմա։ Իտ զմանու պատկերացրեցի, ես իմ ասածն ու մեռա, վայ, վազգենի քուր, ոյ աստվածի, կամ իմ հոգեկան համագակ նախանգարվի արդեն չեմ կարողանում զսպեմ ինձ, կամ իրոք էլի, որ ասում է ուժե վսյո, պրիզել, կամ դե մենք հասկանում ենք, չէ, որ Արամ Սարգսյան նեմա, Պլոր նեմա, ես իա ծծով ծծնը, Վազգեն Սարգսյանի կնիկ դվա, ընդիմադիր ես, ես ինչ ուղար կեսին ինձ աստվածի մեզ դեղ բաժալել ուշ կսկևա, Ստեղ աուդիտորիան հարցատալի, մենք կպատասխանենք։ Ուրեմն մոտենում ենք ես մի հատ հարցի, այսօր Երևանից ամբողջ հասարակությունը ինձ ուղարկում է Երևանի քաղաքապետարանի չինովնիկների լուսանկարները ու ասում են պարոն Ղուկասյան մի հատ հարցրեք Հայկ Մարությանից, սրանք արդյոք այդ քո ասած մրցույթով ընտրվածներն են, հա? Մի րոպե, ես հիմա այս սրանց լուսանկարները տեղադրեմ, որ մեր ժողովրդի համար ավելի պատկերավոր լինի, որովհետև ես ինքս էլ ես բոզի տղեկին չեմ ճանաչում։ Սա մեկ, սա երկուս, որ ասում է մրցույթային է, այդ կոլոտ կլոնգյոթը։ Так, մի վարքյան, раз, два, раз, два, Ես տեղ տեղադրեցի այսպես ասած Աժմյան Երևանի ավականու անդամները սաղ ԺՊ-ին Խորեն Գրիգորյան, շինարարական և բարեկարգման վարության պետ են, որ ձեռով ասֆալտ էին հանում, Արման Ջանգիրյան, Եկամտի հաշվառման և գրանցման վարության պետ ԺՊ, Սիրարփի Հայկազանյան, բնապահպանության վարության պետ ԺՊ, ԺՊ Վահան Պապիկյան, գնումների վարության պետ, ԺՊ Արմեն Առաքելյան, ԺՊ Դավիթ Կարապետյան, ու սենց ԺՊ-ներ, սաղ ԺՊ-ներով բերել են, լցվել են Երևանի քաղաքապետարան, ԺՊ Լևոն Առաքելյան, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, Մուրուքով Բոզի տղա, ԺՊ Մերի Մարգարյան, Էլի Կթուկովա, սա ինչ ասեմ, մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն, ԺՊ Վազգեն Հարությունյան տրանսպորտի վարչություն, ԺՊԿ
Ռաֆայել Հովանիսյան վերահսկողական վարություն, որը որ ես ուզում եմ նայեմ ես դեմքին երևում է Դաունբոզի տղայա։ ՊԿ Տարոն Գևորգյան լրատվության վարչություն, ԺՊ Յակով Ասատրյան քաղաքաշինության եւ հողի վերահսկողական վարչություն, Յակով, էս էլ բանը սամալոտա։ Բայց ամենահետաքրքիրը այս ԺՊ ՄՊ եւ այլն, որ այսօր հանրապետական կուսակցությունը իա որը ճղմա, չէ՞։ Իա այդ մարդկանցով Հայկ Մարությանի թևի մեջ, ուրեմն ինչ եմ ես հանում։ Վիլեն Արևշացյան ֆինանսական վարչության պետ Տարոն Մարգարյանի ժամանակներից գալիս է անփոխարինելի կադր։ Դավիթ Գևորգյան արտաքին կապերի վարչության պետ նորից Տարոն Մարգարյանի վերահսկողական Տարոն Մարգարյանի ժամանակներից գալիս է։ Արմեն Հարությունյան զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ նորից Տարոն Մարգարյանի ժամանակներից գալիս է 5 տարի այս մարդիկ անփոփոխ են գալում են հələ ու սրանք անդիմադիր էին խաղը եւ իհարկե նորից Տարոն Մարգարյան բացի Տարոն Մարգարյանից քաղաքապետարան ունենք եւս մի հատ Տարոն Մարգարյան ով իրավաբանական վարչության պետն է նույն ինքը Տարոն Մարգարյանի հորող տղեն Ոնց որ հիմա Վարդան Ղուկասյանը գանստի քաղաքապետ եւ Վլադիմիր Գասպարյան անուն ազգանով մեկը Վլադիմիր Գասպարյան լինելով Վլադիմիր Գասպարյանի հորող տղեն իմ մոտ աշխատի իրավաբանական վարչության պետ Ատենց կեղի չեղի եւ այս անդիմադիր կոչվածները որոնք որ հել լսվել են ժողովրդին հիմա դրել են գժիտեղ նույն թևավոր գանդոնը կոլոտ գանդոնը եւ այլն խնդրեմ Սրանց հովանավորների ժողովուրդը նույնությամբ աշխատում են Երևանի քաղաքապետարանում մինչև օրս 5 տարի է հեղափոխությունը եղե բրծելա Տարոն նեմա բայց Տարոն Մարգարյանի հորող տղեն Սիսիի մոտ իրավաբանական վարչության պետը Տարոն Մարգարյան անուն ազգանունով Ստեղ մի հատ էլ բան եկավ ասում եկելա Յակովը հենց գասկի պետն է, այսինքն ապորինի շենք շինություն եւ այլն, այս Յակով Բոզի տղեն անում, Ստալինի տղու անունն էր Յակով։ Յակովը այն բանը պլեննգած ժամանակ իշքան ռազմագերի եղել է այդ ճամբարում, տունու տեղը ծծցնեն, գասկի պետ Յակով։ Հեսա մենք հետ կվերադառնանք քաղաքապետարանի թեմային, բայց հիմա մեզ համար բնականաբար ամենաառաջնային թեման դա Արցախի թեման է։ Նախ կապված ինչեր են աղջի Ռուբեն Վարդանյանի հետ անվան հետ կամ ավելի շուտ կադրերի հետ Ես որպես բախտի բերմամբ թե պատահմամբ հայ մարդ իրոք շատ ինձ համար տհաճ էր Համենայն դեպս ինձ համար տհաճ էր որ այսօր Ադրբեջանը հրապարակեց կադրեր ինչպես են այդ շոուն բերման ենթարկում գլուխը կախ աշկերի մեջ վախ սարսափ եւ այլն ինձ համար նորից եմ կրկնում դա տհաճ տեսարան էր ես ինձ լավ կզգայի այն ժամանակ երբ որ այդպես տանեին Արայիկ Հարությունյանին Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին։ Իհարկե Ռուբեն Վարդանյանը ամեն կերպ փորձեց խաղեր տալ, չգիտեմ, Ռուսաստանի կողմից, Անգլիայի կողմից, տարբեր երկրների կողմից, արդյունքը եղավ այն, որ վեկալան եւ տարան։ Ինձ համար նորից եմ ասում, տեսարանը տհաճ էր Եվ հանկարծ Facebook-ում գտա նման հոդված, որը որ կիսվել են Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Արմինե Դովլատբեկյան։ Ես այդ բանը ստատուսը եւս կիսվեցի, որովհետեւ ես ինչ ասեմ, սրա ասածն ինչա Որովհետև բանը
գտա նպատակարար, հետո ավելի հեշտ գտնելու եւ հայտարարելու համար։ Ինչա գրել օկտատեր Արմինե Դովլաթբեկյանը։ Իրոք մարդահամար կարելի է անել հասկանալու համար այս երկրում քանի քրիստոնյա հայ է ապրում։ Նման վերնագրով ես քրիստոնյա չեմ էլ ընդունում քրիստոնեությունը։ Ինչա գրեմ։ Բոլոր նրանց, ովքեր ուրախանում էին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ, կարդացեք, եկեք միասին կարդանք, ես քրիստոնյա չեմ, այստեղ շատերը քրիստոնյա են, ընթերցում եմ քրիստոնյան, ես աթեիստ եմ, քրիստոնյաների համար։ Տակ։ Ռուբեն Վարդանյանը կառուցել է Տաթևի ճոպանողին, որն աշխարհում ամենաերկարն է։ Ապրի Ռուբեն Վարդանյանը։ Երկրորդ։ Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է Տաթևի վերածնունդ ծրագիրը 2008 թվականին։ Չգիտեմ ինչ ասա։ Ծրագրին աջակցել են 161 երկրներ, գործընկերներ 18 երկրներից։ Ծրագրի շրջանակներում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվել է վանական համալիրի կառույցներից մեկը Ձիթանը, այսինքն ոնց հասկանում ենք, այս մարդը եկեղեցներ է կառուցել, վերականգնել։ 2016 թվականին վերականգնվել է վանական համալիրի հյուսիսային մուտքը, մեծ բան է, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը, առանձին աղբյուրն էլ է նշվել։ Ներկայումս ընթանում է Սուրբ Աստվածածին վերադարպասյա եկեղեցու վերականգնումը։ Վարդանյանը հիմնել է Ավրորա մրցանակաբաշխությունը, Ավրորա մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում, մեծարելով մերօրյա հերոսների նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում ուրիշներին փրկելու համար։ Բրավո։ 2014 թվականին Ռուբեն Վարդանյանը իր գործընկերների հետ ստեղծել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը։ 2015 թվականին ավարտվել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանից տաճարի Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի եւ իրականացվել է բացառապես բարերարների Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդորյանի, Սերգեյ Սարգիսովի եւ այլոց միջոցներով։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանից տաճարի եւ եկեղեցական համալիրի բացման եւ օծման արարողությունը, այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին այլ բարերարների հետ միասին շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը Սուրբ Գրիգոր Լուսավորի շքանշան, նույնիսկ ունի Գասպարյան Վովան։ Հայաստան 2020 Հայաստան 2031 ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձների անդամ է եղել, 2016 թվականից հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, 2007 թվականից մինչև 14 թվականը եղել է ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձների խորհրդի անդամ, 2008-ից 17-ը Հայ առաքելական եկեղեցու գերագույն խորհրդի անդամ, Վարդանյանը կառուցել է Դիլիջանի միջազգային դպրոցը։ Ապրի Վարդանյանը։ Ինչի հետ Վարդան Ղուկասյանը համաձայն չի։ Ես նորից եմ ասում, ես ատում եմ Ռուբեն Վարդանյանին։ Բայց ցավ ապրեցի, որովհետև ինձ համար տհաճ էր։ Այ եթե Հայաստանի ազգային անվտանգությունը այդպես տաներ, ուրիշ հարց, բայց տանում են թուրքերը։ Ուրեմն այն մարդիկ, այն բարերար կոչվածները, որոնք իրականացրել են բարերարություն եկեղեցիներ կառուցելով, ներողություն, վերակառուցելով, վերանորոգելով, դարպաս աղբյուր դնելով, այնտեղ հայ առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն խորհրդի անդամ բլա 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 բլաներ անելով, այսպես պետք է լինի, այսպեսին պիտի լինի այդ մարդկանց վերջը։ Եթե Ռուբեն Վարդանյանը ոչ թե եկեղեցի կառուցեր, վերակառուցեր, վերանորոգեր, աղբյուր, պուլպուլակ, եսի ինչ աներ, դրա համար գոյություն ունի Գարեգին Բ. Բոզի տղա։ Եթե ինքը այս իր օգնության ռազմախը ուղեր բանակի վրա, զինվորի վրա, ազգային անվտանգության վրա, միգուցե այսօր Ռուբեն Վարդանյանը չհայտնվեր ադրբեջանցիների ձեռքերում։ Հայ ազգի փրկությունը բանակի մեջ է, այլ ոչ թե կրոնի։ Կրոնը հայ ազգի փրկության հետ ոչ մի կապ չունի։
կատեգորիկ։ Եվ եթե Ռուբեն Վարդանյանը էսաքյան լավ բարի մարդ հա, ուրեմն Ռուբեն Վարդանյանի համար ես ուզում եմ հարց տամ, Գարեգին B. Ուրա քո ձայնը, քեզ փող տվող, քեզ սնող, իրար հետ միասին փողեր լվացող մարդուն Ադրբեջանը կալանավորել է, տարել է։ Դու այսօր պիտի նստեիր սամալոտ, այդ օգնականիդ հետ միասին, թռներ կամ Մոսկվա կամ Վատիկան, ավելի շուտ Վատիկան, Հռոմի պապի մոտ, ընկներ Հռոմի պապի բդերի արանքը, ասեր ես խնդրում եմ իմ բարերարին հետ բեր։ 4 ամիս տարան կալանավորին, 3 հոդված դրին վզին, Ռուբեն Վարդանյան դադվավ, գնաց։ Բա եկեղեցի ապերախտ հիմնարկ, եթե այսքան բարությունը արածլներ բանակի համար, Ռուբեն Վարդանյան բանակ այսօր քեզ կպաշտպաներ։ Դու դե չէիր հայտնվի։ Դու ձեր մեդալների, կոչումների, կեղծ քրիստոնեական արժեքներ դավանելով եւ այլով, այլ ոչ միայն Ռուբեն Վարդանյան, այլ Ռուբեն Վարդանյանի նմանները եւս։ Բա այսօր եկեղեցին հենց ամենաառաջինը Գարեգինը պիտի հիմա վազեր բան, կամ Մոսկվային Կիրիլի մոտ, ասեր մի հատ հել ընդեղի են մեր այդ կոլեգայի հետ խոսատենանք ինչ ենք անում, կամ պիտի վազեր ուրա, կաթողիկոսա կոչը, դուք լավություն եք արեմ մի հիմնարկի, փողեր եք տված է, փողեր եք լված է, հարկերից եք ազատվե, այս աղջիկը որ գելա, թող գրի, որ դրա արդյունքում ինքը Ռուբեն Վարդանյանը նաև ազատվել է հարկերից։ Ազնական PR-ի որ նստում եք Ծափահարություններ մի քանի անգամ տեսել եմ այդ Ավրորա մրցանակաբաշխությունը Աֆրիկայից, Մաֆրիկայից մարդկանց բերում եք $1 միլիոն գումար եք տալի, ալամ աշխարհով ձեզ PR եք անում։ Բա հիմա այդ Աֆրիկայի, Մաֆրիկայի, Սոմալի, Մոմալի, չգիտեմ, Բուրունդիա, Բուգունդիա եւ այլն, բա տեղի այդ նույն այդ մարդիկ այսօր, որոնք որ ունեն հարյուրավոր, միլիոնավոր պատվիճիկներ եւ այլն, ինչու չեն հլնում։ Եվ բարձրաձայնեն, որ մեծ բարերար Ռուբեն Վարդանյանը խոշտանգվում է Ադրբեջանի քերակատարողական հիմնարկում, հա? Նույն Գարեգին B. Գանդոն շքանշան ես տվել, դու հիմա արդեն պիտի Երևան Հռոմ սամալոտի մեջ ելներ Fly One-ով, թռներ Հռոմի պապի մոտ, ուր ես, բոզի տղա, ինձ արածլներ, ես հիմա վաղուց հասել էի Բելի դոմ, բայց Ռուբեն Վարդանյանը Մանե Թանդիլյան էր հովանավորում։ Դլոյ, նեմա դլոյ։ Ուրա Մանե Թանդիլյանը։ Հա? Պրծավ։ Մանե Թանդիլյանն էլ ֆինանսից զրկվավ, են լոլոս բոզի տղու հետ միասին։ Մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի ընտրություններին, ձայներ էր ուզում գողանար Ռուբեն Վարդանյանս, գողացան Ռուբեն Վարդանյանին։ Չէ, ես սխալ եմ ասում։ Հիմա Մանե Թանդիլյանը իր այդ դլոյ, որ չի երևում, ծտի փերչ։ Պիտի վեկալի գնա Մայրաթոր Սուրբ Էջմիածի ու խոշորացուցով տեղը ցույց տալով կողի Գարեգինի բենի մեջ ասի քելե միասին թռնում ենք Հռոմ, Հռոմի պապի մոտ։ Չկան։ Նեմա։ Գարեգին քեզ ատավե, չէ, ես խնդրեմ, ես աղջիկն ա գրե, այդ խոմ ես չեմ գրե։ Այսքան բան եկեղեցու համար արելա, ինչի չես թռնում Վատիկան։ Այն Միշիկի հետ էլ հարաբերությունները լավ են, ընդեղ էլ ահագին մարդ կունենա, գնացեք Վատիկանով փորձեք այս մարդուն հետ բերել։ Ամենայն ազնվությամբ կողմ եմ։ Թող բերեն Հայաստանում դատեն, եթե պիտի դատեն, բայց Հայաստանում բացառվում է դատեն։ Մենակ նույն ձևելի մենք արցախցիների հետ ենք բեղլու դվա, նույն ձեռագրով են ցավը։ Բայց կոնկրետ գործողություն չեն անում։ Այն լոլոզ են, որ ցես քալելով է թմա, սաղ փողոցը փախնում այնան։ Ուզում են գտնեն գլուխը չերևան։ Մանե Թանդիլյան, ես պրոստը չեմ կարամ հասկանամ այդ լոլոզը, քեզ ոնց է շինում, կամ դու ոնց ես դրա հետ շիվում քո նեմա դլոյով։ Վեկալեք այդ երկուսով հել է գնացեք Գարեգինի մոտ, ասա բոզի տղա, քելը թռնում ենք Հռոմ։ Ռուբենը 3 ամսից դուրս չի գա, մոռացեք։ Ալիևը խոմ Նիկոլ չի, որ բռնի ու հանձնի, խեռը կհանձնի։
Բա Εμոր ասում եմ փող են ծախսում, բարօրություն են անում։ Հիմա էլ նոր ինձ ուղարկում են բանի Հայկ Մարությանի հերթական վիդեոն։ Հələ մի րոպե։ Թազա հայտարարությամբ հանդես եկե։ Տենանք ինչ ասում։ Փոքրիկ հայտարարություն եմ ուզում անել կապված Երևանի ավականու ընտրությունների հետ։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել եւ ինչով էր կարեւոր այս նիստը։ Լսենք ինչ ասում։ Ավականու անդամները, ովքեր ուզում էին վայր դնել իրենց մանդատները, դա պետք է անեին մինչև այդ նիստի ավարտը։ Եթե դա չեն անում մինչև այդ նիստի ավարտը, ապա իրենք մնում են ավականու անդամներ։ Հաստատվում է ցանկը եւ այդ ցանկը գործում է մինչև ավականու առաջին նիստը եւ քաղաքապետի ընտրությունը։ Ցանկը փոփոխվել այլևս չի կարող։ Ինչով է սա հատկանշական, նրանով, որ հանրային ձայն կուսակցությունը ունի 7 մանդատ եւ այդ 7 մանդատը, որ ինքը ուներ, հաստատվեց եւ այդ ավականու անդամները այլևս մինչեւ ավականու նիստը չեն կարող վայր դնել իրենց մանդատները։ Ինչով է սա հետաքրքիր, նրանով, որ այդ 7 ավականու անդամներից առաջին երկուսը Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը։ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչը նշանակում է, որ իրենք ներկա չեն կարող գտնվել ավականու առաջին նիստին։ Այսինքն հանրային ձայն կուսակցության 7 ձայնի փոխարեն ավականու նիստին լինելու միայն 5 ձայն։ Ավականու անդամ ուղղակի ֆիզիկապես ներկա չեն կարող գտնվել նիստին։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնը այլևս չկա, որովհետև այդ պահին կլինի 33 մինուս 2 ձայն, այն է 31 ձայն, եւ ընդդիմադիր քաղաքապետ չի կարող ընտրվել։ Այս պարագայում, ինչպես եւ մենք հայտարարել էինք, ընտրություններից հետո, մենք ունենք միայն մի տարբերակ։ Մենք հայտարարել էինք առաջին տարբերակը, որ ընտրենք ընդհանուր ձայներով ընդդիմադիր քաղաքապետ, եթե ինչ-ինչ պատճառներով չի ստացվում այդ ընտրությունը, այսինքն ընդդիմադիր քաղաքապետը չի ընտրվում, ապա գնանք նոր ավականու ընտրությունների։ Այդ ինչ-ինչ պատճառները եղան, փաստացի հանրային ձայնը 7 ձայնի փոխարեն այս պայն ունի 5 ձայն, բավարար ձայներ չկան քաղաքապետ ընտրելու համար ընդդիմության կողմից, ուրեմն այստեղ մնում է մի տարբերակ՝ գնալ ավականու նոր ընտրությունների։ Եվ մեր ֆրակցիան հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավականու նոր ընտրությունների։ Իսկ դա անելու համար ընդհանրապես մենք պետք է ներկա չգտնվենք ավականու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին։ Եվ մենք հայտարարում ենք, որ ներկա չեն գտնվելու այդ նիստին, որպեսզի չապահովեն քվորում, որպեսզի նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի եւ գնանք նոր ավականու ընտրությունների։ Քիչ առաջ նաև մամուլից տեղեկացել ենք, որ հայտարարություն է տարածել Մայր Հայաստան դաշինքը, իրենք նույնպես հայտարարել են, որ չեն գնում ընտրությունների, չեն գալու նիստին, որպեսզի քվորում չապահովեն եւ գնանք նոր ընտրությունների։ Այստեղ միայն մնում է հանրային ձայն կուսակցության դիրքորոշումը։ Եթե հանրային ձայն կուսակցությունը ոչ թե միայն 5 հոգով, կարող է անգամ 1 հոգով մի ավականու անդամը գնա եւ ներկա գտնվի, ընդ որում կարող է ոչ մեկին չընտրել, բոլորին դեմ քվեարկել կամ ձեռնպահ լինել, մի խոսքով կարևոր չի, եթե ներկա լինի այդ նիստին, անգամ 1 ավականու անդամ հանրային ձայնից, ապա նիստը կկայանա եւ կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե հանրային ձայնը չի գնում այդ նիստին, բոլորով այդ 5 ավականու անդամը չեն գնում նիստին, ներկա չեն գտնում, ապա նիստը չի ունենա քվորում, չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի եւ իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում։ Սա այն երկու տարբերակն է, որը ունի հանրային ձայն կուսակցությունը, որոշումը իրենք կկայացնեն, թե ինչպես կանեն, իսկ ձեզ սիրելի երևանցիներ, կխնդրեմ ուշադիր հետևեք բոլոր կուսակցությունների գործողություններին, ոչ թե նրան թե ինչ են իրենք ասում կամ մտածում են, ինչ են անում։ Մեր որոշումը ես արդեն ասեցի, մեր դիրքորոշումը հայտնեցի եւ սրա հետ կապված նաեւ ուզում ասել, սա եւս մեկ անգամ ապացուցում է այն, որ շատ էին ասում, որ մենք ինչ որ աթոռակրվով ենք զբաղվում, թե չգիտեմ ինչով, դրա լրիվ հակառակը։ Մենք այս ընթացքում
բացարձակ չենք զբաղվել աթոռակրվով։ Աթոռակրվով զբաղվողը շատ հեշտ այդ աթոռը կվերցներ։ Դա կասեինք ով ինչ ուզում է կտանք, հա, եթե աթոռակրվով է զբաղվում։ Դու ես ուզում, ար, քեզ այս բանը դու վերցրա, այս բանը ով ինչ պահանջում է տալիս ես եւ զբաղեցնում ես աթոռը։ Այ դա կլիներ աթոռակրիվ եւ շատ արագ այդ հարցը կլուծվեր։ Մենք կարելի ենք դրա լրիվ հակառակը։ Մենք ոչ թե զբաղվել ենք աթոռակրվով, մենք զբաղվել ենք սկզբունքակրվով։ Մենք կրվել ենք մեր սկզբունքների համար։ Այդ ուժերից մեկը ասում է եկեք կոալիցիա կազմենք, մենք ասում ենք ոչ, չենք կազմելու, որովհետեւ մենք հայտարարել ենք ընտրություններից առաջ դա։ Ասում են եկեք այս մեկներ օրենքը մի քիչ շրջանցենք, ոչ, մենք ամեն ինչ օրենքով ենք անելու, դա մեր սկզբունքն է եւ դա մենք հայտարարել ենք մեր ընտրողներին եւ բոլորին եւ մենք մեր սկզբունքներից երբեք չենք շեղվելու։ Մենք միշտ պահելու ենք այս սկզբունքները եւ հիմա ենք պահում եւ պահելու ենք ապագայում։ Այսքանը հարգելիներս, ես ցանկանում եմ բոլորիդ առողջություն եւ Աստված պահապան բոլորիս մեր պետությունը, մեր ընտանիքները։ Առայժմ։ Լսեցինք, ինձ հենց նոր ուղարկեցին Հայկ Մարությանի ելույթը, մի րոպե։ Ուրեմն, այո, Հայկ Մարությանը ճիշտ ասում, Տիգրան Ավինյանը, Ուլիխանյանը գտնվում է հետախուզման մեջ, Տիգրան Ուլիխանյանը ուղարկել է իր հրաժարականի մանդատը վայր դնելու թուղթը, նոտարով հաստատված, սակայն ժամանակից մենք ուշացել ենք նորից իրանց մեղքով, որովհետև նույն Հայկ Մարությանը, որովհետև իրենք ձգում էին։ Արտակ Գալստյանը ևս։ Ինչ է ասում։ Ասում է, նայեք, մենք բոյկոտում ենք, սենց ենք անում, հենց ձև ենք անում։ Ուրեմն, Անդրանիկ Թևանյանի մոտից դուրս է եկել Տիկին Նայրան, ով որ ավականու անդամ է, ասեց ես թքեմ եմ ձեր վրեն, գնում եմ, բայց մանդատը չի դնում։ Անդրանիկ Թևանյանի մոտից դուրս է եկել, այսինքն լրիվ անկախ արդեն գործունեություն է ծավալում Զարուհի Փոստանջյանը իաթայֆով, որ ասում է դուք ով եք, որ ես, այսինքն ես ով, ինչի պիտի գնամ միանամ Հայկոին, ոտերս կերել եք, ես Հայկոին չեմ միանալու, ինչպես նաև Բորիս Մուրազին, որը ևս ծծրեց Անդրանիկ Թևանյանին ասելով մի րոպե, ինչի մենք պիտի ընտրենք Հայկ Մարությանին։ Հայկ Մարության, քեզ ես անդադ ասում եմ Քոչարյան ֆինանսավորել, ասում եմ Toyota անունը, բայց պետքա ուղեմ, ոչ թե Toyota, այլ Orange Fitness ակումբն է քեզ հովանավոր է։ Նաև Ռոբերտ Քոչարյանը։ Եթե Վարդան Ղուկասյանը աթոռակռիվ աներ, Վարդան Ղուկասյանը վաղուց աթոռակռիվ կաներ։ Դու ասում ես աթոռակռիվ ես եմ անում, թե դու, որ ասում ես ես պիտի լինեմ քաղաքապետ, հաղթողը ես եմ եւ վերջ։ Ով ասես որ դու հաղթողն ես։ Դու տարել ես ընդամենը ձայների, դու գրավել ես երկրորդ տեղը, դու հաղթող չես։ Ու պիտի բոլորը միանան քեզ, որ դու դառնաս քաղաքապետ։ Դու քաղաքապետ չես դառնալու։ Դու ընդդիմադիր թեկնածու չես եւ դու չես կարող դառնալ քաղաքապետ։ Ես այս սխեման արել եմ դիտավորյալ, որպիսի ԿՊ-ն չկարողանա իմ մոտից որևիցե մեկին առնել։ Դիտավորյալ արվել է եւ այն որ Արտակ Գալստյանը մանդատը վայր չի դրել եւ բայց դնելու է, դա էլ ասեմ։ Նույնն էլ Տիգրան Ուլիխանյանի պահով եւս արվել է այնպես, որպիսի խառնեմ ԿՊ-ի խաղակարտերը։ Այդ իսկ պատճառով ԿՊ կարողացավ Թևանյանի մոտ կողել պարակտում, իրանց մոտ հոյակապ ստացվեց եւ մի քանի մարդիկ արդեն մանդատները ձեռները դուրս են եկել Թևանյանի թայֆից եւ իրանք իրանց խոդով ամսի 10-ին գալու են նստեն քաղաքապետարան։ Դուք փորձեցիք անել հնարավորինս եւ անհնարինը երկու ֆրոնտ թե ԿՊ-ն
բանը Վազգենի քվոր հետ, թե դու թևավոր Գանդոնի հետ, որ ամեն ինչ փորձեցիք անել, որպեսզի Վարդան Ղուկասյանը ինչ որ մի ձև արանքից հանեք։ Վարդան Ղուկասյանը 2.5 ժամ, 2 ժամ եթերով փորձեց կապ հաստատել Թևանյան Անդոյի հետ, մինչև որս էլ ասում է, չէ լավ։ Քո հետ, որ եթե այդպես է ուրեմն խաղաքարտերը բացենք, մարդ էիր ուղարկել իմ մարդու հետ հանդիպելու համար, չեկար, ինքը չեկար։ Եթե եղավ կարիք առաջանալու այդ մարդու սաղ տվյալները, քակերը կանեմ ես ջրերես այդ մարդը հրապարակ, դու անգամ վախեցար իմ 3-րդ, 4-րդ, 5-րդ ոչմ կատեգորիայի մարդկանց հետ, ամեն ինչ հարեցիք, հիմա էլ ասում ես այդ երկուսը չկան, այո այդ երկուսը չկան, եթե դու ժամանակին ասես պարոն Ղուկասյան կամ դոկ, այո, ես համաձայն եմ վերահսկողական ծառայությունը քեզ տալու, Արտակ Գալստյանը կակ միլինկի Բերթում ընդեղ մանդատը վայր կդներ Տիգրան Ուրիխանյանի մանդատներ, այսինքն նոտարով հաստատված փաստաթուղթը եւս ժամանակին կհասներ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դու ձգիր, բանակցություններ հրավիրիր, չեկար, էլի հրավիրիր, էլի չեկար, մարդը եկավ գնաց, խաղերը տվիք, իմ ասում ես ես պաշտոնակռիվ չեմ անում, որ դու պաշտոնակռիվ չես անում, բայց չես ասում ես պիտի լինեմ Երևանի քաղաքապետը, հեն ասա Թևանյան Անդոն պիտի լինի, ինչ ես ասում, ու ես էլ ասի, չէ, իմ բնավորությունը դուք չեք կարում հասկանաք, Ռոբիկն ու Սերժիկը, դու չէ, դու խերը գլոխ ես, Ռոբիկն ու Սերժիկը իմ բնավորությունը չեն կարում հասկանալ, եթե իմ ձեռից սա պիտի խլես, այս խաղալիքը, ես եսի կտամ կջարդեմ, քեզ չեմ տա։ Իմ հետ միայն լաբավո պարս հրավիրեցի, չասի, եկեք նստեք խոսենք, քանի անգամ եմ ասել։ Քանի անգամ եմ հրավիրե, ոչ թե գրապահարանի հետ կոշիկի խանութի մեջից մտի, եթեր ասա, այդ մարդկանց մանդատի հետ դու ինչ գործ ունես։ Այո, այդ մարդկանց մանդատները ուշացան քո այն պատճառով, որ դու ասում ես, թե չէ, ես պիտի, եթե դու ժամանակին համաձայնվում ես, ասում ես, այո, ես համաձայն եմ կոալիցիոն կառավարություն կազմել, քաղաքապետար, քեզ էլ տալիս եմ մի հատ վերահսկողական վարչություն, Տիկոյի մանդատն ժամանակին տեղ կհասներ, Արտակ Գալստյան էլ մանդատը կդներ, շատ հանգիստ, և դու կընտրվեիր Երևանի քաղաքապետ որպես օպոզիցիոն, մի է շարակցին վրեն, դու ասա են, որ Թևանյան Անդոյի մոտից մարդիկ արդեն թռել են, ստե Արտակ մանդատ կդնի, Ուրիխանյանի մանդատը գաթե չէ, այո, առաջինիստից հետո այդ 7 թիվը գեղեցիկ վերականգնվում է, Արտակն էլ մանդատ կդնի, Մեր րոպե, ալո, ասա, դե հա, ինք ինչ գիտ, համպերի դու, ինք ինչ գիտե, որ Համպերի ես դրան չեմ հասել, որ ասում եմ Ուրիխանյանը չի գալ, Ուրիխանյանը ինչ գիտես գալու է, թե չի գալ, դու Ուրիխանյանի վրա շարակ ես գցեմ, Ուրիխանյանը չի գալ, Ուրիխանյանը նստում է, սամալոտ գալում է, հետո, ինչ գիտես, ինչ շերապենում այդ Արտակ Գալստյանին էլ և այլն, ինքը եթե ժամանակին, ասել հա, ես քեզ այդ մի վարությունը տալիս եմ, վսո վերջացավ, Ես այդ ամենը մի հատ վարչություն էի ուզում, ուրիշ ոչ մի բան, պաշտոնակռիվ ասեմ ո, հիմա է պաշտոնակռիվը, հիմա ես հայտարարում եմ, որ հանրային ձայնը կարա բոյկոտի, չգնա, և ըլնի երկրորդ փուլ, եթե քո նմանը գա նստի ու հրապարականորեն դու Թևանյանը և այլն կնքմեք իմ հետ պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ քաղաքապետ, Եվ յուրաքանչյուր երրորդ թաղապետը իմն է, եթե ժամանակ ասում էի մի հատ վարության պետ, հիմա բռնեցիր քոքից, ամեն ես երրորդն եմ, չէ, մենք իրեքով ենք միանում, մի թաղապետ իմն է, մի թաղապետ քոնն է, մի թաղապետ Թևանյան Անդոյինն է, յուրաքանչյուր երրորդ պոլիկլինիկան, յուրաքանչյուր երրորդ դպրոցը, յուրաքանչյուր երրորդ գերեզմանատունը, ինչ երրորդ կա, սաղ երրորդները իմն է, մեկ երրորդը վեկալում եմ Ուզում ես դառնաս քաղաքապետ, նստի իմ հետ ստորագրի, մենոնք կբոյկոտեն, չեն գա։
Յուրաքանչյուր երրորդը իմն է։ Ես այսքան բան ուզեցի, դու չտվիր, հիմա այսքան եմ ուզում։ Որի որ գիտեմ, 100% գիտեմ, որ նորից լինելու է մերժում։ Էլ մի շարակցի մեր վրան, այ բոզի տղա։ Դու ժամանակին ասում ես, այո, արտակնել էր մանդատը վարդանը, ուլի խայնատիկոն կամ գալիս էր կամ ժամանակին ղրգմեր։ Ոչ թե հիմա կրուտիտ։ Իսկ ես քեզ ասեմ, որ առանց հանրային ձայնի, ահա այն անձինք, ովքեր որ դուրս են եկել Թևանյան Անդոյի մոտից, գնալու են եւ մասնակցելու են Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Իսկ դու չես դառնալու քաղաքապետ։ Եթե սրանք էլ չթան մասնակցեն, ես գիտես, ֆազս գցած մարդ եմ, զինվորական եմ, ես քաղաքական գործիչ չեմ դառել։ Իմ մոտ լաբավոյա, հա, չէ, պրինցիպ գցիր, վերջ, քո տասնապատիկ հակառակը կանեմ, իմ բնավորությունը սաղ գիտեմ։ Ունես 10 օր։ 10 օրվա ընթացքում գգաս կնստես 1/3-ը կտաս ինձ, կդառնաս քաղաքապետ, մենք էլ կբոյկոտենք։ 1/3-ը չես տալım ինձ, կանեմ անենց, ոնց որ կգտնեմ նպատակահարմար։ Ու այդ քո դասատուներին, այդ բոզի տղա Սերժն ու Ռոբիկը, քո ֆինանսավորողներին, Orange Fitness ակումբը քեզ խիա ֆինանսավոր է։ Ինչի համար։ Հա? Ինչի համար։ Ինչի չեմ ֆինանսավորել։ Ու հիմա, հարգելի ժողովուրդ, սրանց ամբողջ նպատակը գիտես, որ խեն ասեմ երկրորդ փուլ։ Էդ էլ ասեմ։ Եթե ես գնում, ես երկրորդ փուլից բացարձակ չեմ վախում։ Բացարձակ։ Ես գիտեմ, որ իմ 20 քանի հազարը ես ունեմ, բայց ստեղ կա մի հատ բայց։ Երկրորդ փուլի սրանց ձգտման քայլը կայանում նրանում, որ երկրորդ փուլի ժամանակ ամբողջ հանրապետական ռեսուրսը ոտիակայնը իրանց Տարոն Մարգարյանով, խաղի մեջ են մցնում Գագոին, իա թեկնածույով, դաշնակները, այն որ մենք սաղը զարմացած ենք, չէ, դաշնակներն ուր են, դաշնակները չկան, հանրապետական ուր է, հանրապետականը չկա, Գագոն ուր է, Գագոն չկիշուս անհայտ խուճուշ բաներ են հայտնվել, սրանցու, երկրորդ փուլի ժամանակ սրանց բոլորի գցելու են մեյդան, ինչ 5 միլիոն, ինչ ամեն ինչ կարվի, որ հանգարց ու հանգարց հանրային ձայնը չանցնի։ Հանգարց ու հանգարց չի լինելու երկրորդ փուլ Հայկո, դու չդառար քաղաքապետ։ Ես քեզ քանի օրա 10 օրա անընդմեջ ասում եմ, չէ, ստորագրի, ոչ, ես պիտի դառնամ, դու չէ, այն բոզի տղեն կդառնա, այն բոզի տղու ես սիստեմատիկաբար կծծնեմ ու առաջինը կգամ քո հետևից, բայց դու չես դառնա։ Դու չես դառնա, որովհետև դու բոզի տղա ես։ Քո ագարկա կնգա հետ միասին։ Ես ես սրանց ես սաղ ես Տարոնի թայվին, որ նստած են քաղաքապետարը, սաղի ծսնելու եմ, բայց դու չես դառնալու։ Ես ուրեմն ես այսքան ընգաս այս բոզի տղու հետևից ասում եմ տղա ջան, ստորագրի, տալիս ես չասմա, կգաք մրցույթով, այդ մոտո քշող ընկերդ, որ Ամերիկա ռակով մեռնամա, $2 միլիոն էր քցե փախելա, մրցույթով էր դարե։ Հա? Մրցույթով էր դարե քո աշխատակազմի ղեկավար եսի ինչ, այս բոզի տղեկը, որ նկարները դրած է, սաղ տելեգրամով եք, մրցույթով է։ Տարոն Մարգարյանի կադրերը, որ մինչև օրս Վիլեն Արևշացյան, Դավիթ Գևորգյան, Արմեն Հարությունյան, Տարոն Մարգարյան, ինչեր են, ցմափող քաղաքապետ, հել մի հատ ասեք, Արայանա, այդ մրցույթով է տես մնացել, որ այս մտելա ու ոչ մի կերպ դուր չի գալի։ Այդ սաղ մրցույթով է, բոզի տղա, խառնվակիա, հա, բայց հենց այս ամենը նախորոք է ես արել։ Իսկ թե Տիգրան Ուրիխանյանը կգա թե չի գա, հետախուզման մեջ էդի քեզ չի վերաբերվում։ Մարդը կարող է գալմա։ Գալմա եւ չեն կալանավորում։ Ինչի խառնվարի яր։ Ինչ գիտես որ չի գալում։ Մի հատ էլ մտելա, ասում եք արի նստի խոսանք, չէ։ Գնամ կոշիկի խանութից մտամ խոսում։ Ու ձեր մարդկանց տիրություն արեք, դու իմ մարդկանց հետ գործ չունես, դուք ձեր մարդկանց տիրություն արեք։ Որ արդեն են Տիկին Նայրան թռավ, Տիկին Զարան թռավ, Բորիս Մուրազին արդեն թռացա։ Դոկը Նիկոլական չի։ Դոկը Նիկոլական չի, Նիկոլականները սրանք են։
Սրանք նրանց նիկոլականների հետ միասին որ ուզում են դոգը կռվում է երկու ֆրոնտի դեմ։ Թո Երևանցին չընտրեր Հայկոին, ընտրեց դե թող այլի։ Երևանցին չընտրեր թևավոր Գանդոնին։ Որ սա հարցերի մեր դրինարին մորմշ, միտինգ էին անում Արցախ էին փրկում, բայց փրկեին։ Նիկոլական, սրանցից լավ Նիկոլական, ես ելեի 11 հոգի մարդ չէի ունենա Բերթերում, ես էլ չէի միջազգային հետախուզման մեջ, ինքն էլ Երևանում հանգիստ ման չէր գա։ 3 տարի Երևանի քաղաքապետար է, հեչ մի կոռուպցիոն սխեմա չկա վրե։ Հեչ մի ապօրինի շին թույլտվություն չի տվե, հեչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել, որ արգիշ բոզի տղեն կարագա հետևից։ Բախի չի գնեմ հետևից։ Թեոյան անդույն վեկալում տանում են քաղմաս կոֆե խմում դուրս է գալում, վեկալում տանում են քնչական կոֆե խմում դուրս է գալ, հիմա Նիկոլական նով է, ես թե դրանք։ Էդ ո՞նց է լավ։ Էդի մարդկանց տանում են կոխում են քնչական, մեր հետ ունում են, շինում են հաշվանդամ, հլում են դուրս, ուղիղ Բերտ, ես Նիկոլական եմ։ Բայց Թևոյան անդույն միան խմխի չտպին, նույն արգիշ բոզի տղեն։ Այմը ոնց ուզենեմ կվրցնեմ, ոնց ուզենեմ երկուսին էլ, ինձ եք ուզում վրցնեիք, հա, բռնիք քոքից, 3 տարի քաղաքապետ է բոզի տղա, այս սախ նույն սաստավը, Տարոն Մարկալյանի խի աշխատե քո մոտ, 15 օր անգացենք բոզի տղու հետևից ասում ենք տղա ջան, կոալիցիոն կառավարություն, չէ ասում, ես եմ ու վերջ, դե գնա դարի, դարար, ու այդ երկու հոգուներ ես դիտավորյալ եմ արել, որ մի դրեք մանդատները, հələ որ մի դրեք, որ չկայանան իմ մոտից մարդ առնեն տանեն, ոնց որ ձեր մոտից տարան, իմ մոտից մարդ չի գնացե, մեկը Բերթեմա, մեկն էլ ընդեղը, որը դե ռուքսեք չեք կարա բանանեք, Նիկոլական, տերը մեկ Նիկոլականովա, Նիկոլականներ են երևույթը բանի մեջ կլներ, ազատության մեջ կլներ, գոնեք կնիկը կլներ ազատության մեջ։ Մենակ թողած ոչխար խոսան, Հայկ Մարությանի կնիկը խի Բերթում չի, էդ չեխ ագարկ են։ Հիմա Բանը, թևավոր Գանդոնը բաբաներ անում Արցախ էր փրկում, ասում էր ես դի վարչապետ, ես ասում ես դի քաղաքապետ ըլնեմ, են ասում ես դի վարչապետ ըլնեմ։ Միտինգներ հետաձգին ամսի 30-ին, հոգնել են, 150 հոգու տարանացին Բերտ, մեկին տուլիկ տարան, տեսեք ով վերընտրում, չեր ուզում սիսին վերընտրվել, պրինսիպիալ էիր, ասեր դոք վեկալ վերասկողական վարությունը քեզ եմ տալն, նստում եք ստորագրում եք, քո մարդում բերում դնում եք, ժամանակավոր պաշտնակատար, ում վրեն մատը դրիշ, էլի դառնում է ժամանակավոր պաշտնակատար։ Օբույթում ես ասում եմ, ինձ դա պետք է ժամանակավորապես, ինձ պետք չի, որ իմ մարդը տարիներով մնա այդ պաշտոնի վրա։ Եվ որ ասեմ հանեք պիտի հանեք, եւ որ ասեմ չէ, այդ մի վարչությունը այնը ասում են այ Ղուկասյան ջան, էդի քնձղ վարչությունն է, քնձղ յանից բան չի ներկայացնում, ասում եմ այ մարդ ոչինչ, ես էդ էի ուզում, հիմա 1/3-ն եմ ուզում նախույջ, բայց ուզում ես քաղաքապետ դառնաս, բոզի տղա, ասես ասի ձեր տնենք ես արում դուք եք դիրեք, հանունի չի, դու իմիշն ես, հետդ քնել եմ, բերանը դրել եմ, դու իմիշն ես, որ ես քեզ պիտի հորս արև, բանան էի, վստահ էի, հիմա մտել է, ուլի խալի արտիկալը ռոզիսկա, քեզ ինչ ռոզիսկա թե ինչա, կարող է գալը մա, չի սպասում, չի սես բան, սաղիտ բերանը դրի, Սուրպրայզ, բա եկել էիր 16 տարվա, օպերատիվ, նորմալ օպերատիվ աշխատող է, ուզում էր ֆուտբոլ խաղայր, բոզի տղա, հա, խաղպի ծնունդ, ու եթե խոսք ընդիմադիրի մասին է, հարց է հարց, ես չգիտեմ ինչի մինչև եսօր, այս իշխանություն կոչված բոզի տղեն չի հանում
Հայկ Մարուսյանի չեխական պասպորտը, ասի սիլվոպլե, մադամ միսյե։ Դու չես կարող դառնալ քաղաքապետ, որովհետև դու Չեխիայի քաղաքացի ես։ Ավականի կարած քաղաքապետ չես կարա։ Բա եթե սրանք քո հետ չունեն, այ բոզի տղա պասպորտը թխի չեն հանում ջրեր ես։ Հա? Հիմա լասմա մի հոգի էլ ներկա կա, այդ մի հոգին ձեզից ալնելու։ Հեսա, տիկի Նայրա, տիկի Զարա, Բորիս Մուրազի եւ այլն, ձեզից ալնելու։ Ինչի ինձ որ։ Այդ քվորումը հենց դու ձեր ճամբարից են գնալու ապահովելու։ Ինձ այդ քվորման համար փող չեն տվել։ Տասոլ անգել եմ բոզի տղու հետևից, ասեմ տղա ջան, արի նստի։ Թող դու թանակով ստորագրենք, այդ հասկանանք, ասում եմ չէ, դուք ես պիտի ընտրեք ու վերջ, կախի։ Ով ես դու։ Մարդ հաղերգեմ, հանդիպման։ Իմ մարդուն վեկալեմ տանում են ես բոզի տղու մոտ։ Որ ռիծակից բռնած Շմոն են անում, որ վրեն հանգարց բան չլնի ժուչոք, որ Հայկ Մարությանը պիտի գա հանդիպի, ու չի գալեմ, երեք որ ասում է, ես որ չգիտեի, որ այսօր մտնելու է հաչա։ Այ շատ վերև թռար, իմ հակաօդային պաշտպանությունը շատ լավ է բռնեմ, ինչքան էլ վերև թռնես։ Սիսին կդառնա քաղաքապետ թե չի դառնա, եթե անգամ դառնալ։ Ես առաջինը քո հետևից եմ գալու։ Ես ցել էի դրել նրա վրային, բայց առաջինը քո կերած քակերն եմ անելու ջրերից, ես քեզ ծծնելու եմ։ Ալամ Երևանցիներ ովքեր որ ձեն են տվել, քո նման բոզի տղուն, տենալու են թե ում են ձեն տվել։ Սիսին հեսելը մատող չէ, եթե ուժերս հերիկից երկու ֆրոնտով եմ փորելու, այդ որ ասում են ավականու հանձնաժողով եւ այլ, բայց ես քո տուն ու տեղը ծծնելու եմ անդիմադիր դաշտը պրավալ տալու համար բոզի տղա։ Ոսում ասեմ, ես դառամ, ամեն մի հատ վարչության պետ ես ուզում, վեկալ դառի խերրիս մենակ, թե ես դառամ քաղաքապետ։ Որ կարանամ հարց լուծեմ, չասում ա, դուք պիտի բանտը, ես Զարան էլ լավ ասեց, Զարուի Փոստանջանը, ասել այն ինչ մենում խերրի գլոխնա, որ ես պիտի գնամ նրան ձեն տամ։ Իսկ ինչ մնում ա երկրորդ փուլի համար արդեն Սերժիկն ու Ռոբիկը մտածել են, պլան B։ Գագիկ Ծառուկյան, Դաշնակցություն եւ Հանրապետական կուսակցություն մտնելու է միանգամից անտրապայքարի մեջ նորից, իած հին ու նոր կադրերով։ Եվ եւս մի հատ փոքր պատմական ակնարկ։ Սերժ Սարգսյանը բռնեց նախագահական, երկիսանախագահական պետությունը շինեց պարլամենտական, որպեսզի կարող ու $600,000 փող ծախսեցին ելքի նման բոզի տողում բերին մցրին շինին ավականի, որ Նիկոլը կան առասկուտ կալնի, իատ հայֆով եւ այլն։ Ու այդ նույն պարլամենտը ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Այդ նույն պարլամենտը։ Ես շատ հետաքրքիր բանով այդ նույն պարլամենտը չավակեց անգամ 5% այդ ցելի հանրապետական կուսակցությունը իա եղած մասշտաբով, որ կարողանալ գար նորից մտնել պարլամենտ։ Բարգավաճը եկան մտան պարլամենտ։ Այս գծագիրը Նիկոլ Բելո, հələ տեսեք որտեղից է գալը, Սերժի գրած պրոյեկտով։ Սերժը դիկտատոր մարդ, սիրում է ժողովրդավարություն։ Սա հանրապետականը սիրում է ժողովրդավարություն եւ ստիպված ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Որտեւ եթե Նիկոլ Փաշինյանը գնաց ընտրություններով, փորձեր վերարտադրվել 2018 թվին, նա չէր կարող միանշանակ հաղթող դուրս գալ։ Ու դառնալ վարչապետ։ Հայկ Մարության, ես ձեզ մերժում եմ։ Մարդիկ ուղարկում են, պարոն Ղուկասյան, Ֆիզ Գարատոգի շենքի ապօրինի թույլտվությունը Հայկոնն է տվել, մենակ դա հերիք էր իրեն քրեական գործի մեջ ներգրավելու համար։ Ահա Արգիշ Քարամյան, գլխավոր դատախազություն,
հաղորդում հանցագործության մասին Ֆիզգարադոկի քաղաքապետանի մեր աղբյուրն ասում Ֆիզգարադոկի շենքի ապօրինը թույլտվությունը տվել է Հայկոն Հայկոն կալանավորված չի հա պեչատ սարքելու համար պեչատ Մարդուն տարե կողել են ծակը 2014-15 թվին շորտման փորձ Գորիկի մոտ քննվող քերական գործող մարդուն տարե կողել են ծակը իբր թե ձիվայից կաշառքա գնացե ուզե տարե կողել են ծակը բայց Ֆիզգարադոկի ապօրինի շենքի թույլտվությամբ Հայկոյի նկատմամբ քերական գործ հարուցած չի հիմա ընդդիմության մարդը ով է ներողություն կառավարության մարդը ով է Սա ով է մեր խմբակցությունը գնում է բղրս թե չես այդքան բոյկոտելու այնքան բոյկոտես այնքան է շատ հա բոյկոտի մտել են դեղել են բանը բուրաս ինչ էր սրանը Բուրազա եւ այլն վերջնագիր մար Հայաստան դաշինքի։ Էմալ Հայաստան դաշինք արդեն իզնից տոկոսներով բարձր բաները կուսակցությունները արդեն պայթել են։ Արդեն գնալու են ասեն կուլիկ դեմենք սիսին ընտրվում է վերջ։ Դուք ձեր բոզիտողությունը ին վրա մի փաթեք է։ Մենք վերադառնում ենք Արցախի թեմային։ Գնա Դու չդարար քաղաքապետ։ Ես ասեմ իմ չէ։ Ինչ մուտիտ ուզում եք քցեք, ինչ ուզում եք արեք։ Նամ պոխույ։ Ինձ իմ ընտրողը ձենա տվե։ Ես իմ ընտրողի ձայները պահում եմ։ Ինչ, այդ 23000-ին ձեն են տվե, քո քեզ ձեն տվողները թող մտածեն ում էին ձեն տալեմ։ Ես իմ 23000-ի տերն եմ։ Արցախի իշխանությունները վեկալան հայտարարեցին, որ Արցախի հանրապետություն բիզիմդիր, հունվարի 1-ից Արցախի հանրապետություն գոյություն չունի։ Ես սահմանադրագետ չեմ, միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց ես հասկանում եմ, որ ՍՊԸ-ն ավելի դժվար է լուծարել, քան մի ցելի պետություն։ Ուս կարելի է վերցնել եւ մի ցելի պետություն միանգամից լուծարել, բա այդ պետության տված փողերը, այդ պետության սահմանադրությունը, կառավարությունը, իշխանություն եւ ինչ եղավ դա։ Ես ուզում եմ մի հատ այս թեմայով զրուցենք հենց զուտ մասնագետի հետ, էսի շատ նման է սովետական միության բանին, փլուզմանը, ինչպես Ուկրաինան, Բելարուսը եւ Ռուսաստանը երեքով նստան ստորագրեցին ԳԿՉՊ եւ սովետական միություն եղավ բիզիմդիր։ Սա նույն բանն է։ Հիմա նույնն էլ էսի, ինչ որ մի հատ դաշնակ բոզի տղա նստավ ստորագրեց, որ էլի դաշնակ ստացի, ես ուզում եմ որ սա մենք ֆիքսենք, նստավ ստորագրեց, որ Արցախի հանրապետություն այլևս գոյություն չունի։ Եկեք մի հատ զանգահարենք մեր իրավաբանին եւ զրուցենք այդ թեմայի շուրջ։ Մենք եսա կանադառնանք էլի քաղաքապետի թեմային։ Ալո, պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր ժամանակից ես կարող եմ խլել։ Հա, իհարկե։ Ահա։ Ուրեմն ես ինչ եմ զանգարել ձեզ, որպես իրավաբանական գիտությունների տեխնացու մարդ եք, ինձնից 1000 անգամ ավելի շատ գիտելիք ունեք այդ առումով, ինձ զարմացրեց եւ զայրացրեց Արցախի հանրապետության ղեկավար կազմի կամ ղեկավարի հայտարարությունը, ով մեկ ստորագրությամբ մի ինչ-որ մի անձ մեկ ստորագրությամբ վերջ դրեց Արցախի գոյությանը, ասելով, որ հունվարի 1-ից Ղարաբաղ նեմա։ Ինձ սա հիշեցրեց ԳԿՉՊ-ն, երբ որ Ուկրաինան, Ռուսաստանն ու Բելարուսը վերջ տվին Սովետին, որը որ եւս ապօրինի էր, նույն ձևով ես ուզում եմ ձեր
կարծիքը լսել, թե որքանով է Արցախի կառավարության կամ ղեկավարի գործողությունները իրավաչափ, որ կարելի է մեկ ստորագրությամբ մի ամբողջ պետական ապարոտ վերցնել եւ պետություն դե ֆակտո ասել այլևս գոյություն չունի։ Լսում եմ։ Տեսեք, Արցախը ունի սահմանադրություն, որը որպես իրավական ակտ գերակայում է մյուս բոլոր իրավական ակտերի նկատմամբ, որի առաջին հոդվածում գրված է, որ Արցախը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է։ Այդ սահմանադրությունը ընդունել է Արցախի ժողովուրդը։ Հետևաբար ժողովուրդը կարող է փոխել այդ սահմանադրությունը եւ որևէ պաշտոնյա, այդ թվում Արցախի նախագահ, Արցախի պետնախարար, նրանք իրավասու չեն ժողովրդի փոխարեն, ժողովրդի անունից հանդես գալ։ Բա ո՞նց է հանդես եկել այդ բոզի տղեն։ Ժողովրդավարության իմաստը նրանում է կան, որ ժողովուրդը ընտրի իշխանություն, ընտրի պետական կառավարման ձև եւ վերահսկողություն իրականացնի իր ընտրության նկատմամբ։ Տվյալ դեպքում ես գտնում եմ, որ դա բացահայտ անօրինականություն է եւ որևէ պաշտոնյա, թե Հայաստանից, թե Արցախից իրավունք չունի նման որոշում կայացնել։ Դա պետք է լինի ժողովրդի կողմից, որը առկա չէ։ Այսինքն այստեղ Լավ, սրա դեմը ո՞նց ենք առնում։ Հայաստանից Սրա դեմ ինչ-որ մի ձև հնարավոր է առնել։ Դե այս պահին ուժային հարաբերակցության առումով գուցե հնարավոր չէ, որովհետև այնտեղ փաստացի գերիշխում են ադրբեջանական ուժերը։ Ահա։ Բայց իրավական առումով իրավականով իրավական առումով ժողովուրդը եթե դուրս է գալիս, արդեն նվազում է ժողովրդական ընդվզման հնարավորություն։ Մի քիչ բարձր խոսեք, պարոն Գևորգյան։ Իրավական կարգով հնարավոր է դա։ Ես ձեր այդ խոսալու ժամանակ հիշեցի Չեխիայի Հանրապետության ոչնչացումը նացիստական Գերմանիայի կողմից 40-ական թվականներին, երբ որ հարձակվեց Չեխիայի վրա, Չեխիան բաժանվեց երկու մասի եւ դադարեց որպես պետություն գոյություն ունենալը։ Եվ մենակ 1945 թվականին Սովետական միությունը վերականգնեց Չեխիա, անվանելով Չեխոսլովակիա, միացնելով իրար, վերարտադրեց այդ բնապետությունը։ Այսինքն կարող է գալ պատմության մի նոր էջ, մի նոր դրվագ, մի 10 տարի հետո, երբ որ գա նորմալ իշխանություն, Ռուբեն Վարդանյանների նմանների հետ միասին զինի բանակ, այլ ոչ թե եկեղեցին, եւ մի գեղեցիկ օր Ադրբեջանի թուլացումով պայմանավորված վերականգնել Արցախի հանրապետությունը իր ողջ, որ ասում է, գեղեցկությամբ եւ փայլով։ Այլ տարբերակ ես այստեղ չեմ տեսնում, իսկ ինչ վերաբերում է իրավականով ուղղակի ըստ ինձ այս բանը փաստաթուղթը չունի ոչ մի իրավական ուժ։ Իրավական ուժ ունենալ չի կարող, որովհետև պարոն Ղուկասյան, պետությունը հնարավոր չէ լուծարել մեկ իրավական ակտով։ Նախ մի հատ իրանք թողել է վկայակոչեն այդ պետությունը ինչ ակտով է ստեղծվել։ Դա հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական։ Հիմա այդ իրանք ո՞նց կարող են մեկ իրավական ակտով դա լուծարել։ Դա անօրինական է։ Իրանք, չգիտեմ, իրանք անձնական կյանքը փրկելու, չգիտեմ, կապիտալը փրկելու նպատակով գնացել են նման քայլի, բայց դա բացարձակ անօրինական է։ Այսօր ինձ զանգել են իմ ընկերները Սփյուռքից, Կանադայի հայ համայնքից, Ամերիկայի, ասում են մենք 20 տոննա հումանիտար օգնություն գույք ենք մատակարարում, ուտելիք ենք մատակարարում ու անպայման են պայմանով, որ դա ուղղակի հասնելու է շահառուին, ոչ թե միջնորդավորված ձևով։ Այսինքն այս մարդիկ հələ դեռ հույսը կապում են Արցախի գոյության հետ։ Ու իմիջալուց ով են այդ փալասները, որ ստորագրեն Արցախը զիջելու համաձայնագիր։ Դա բացարձակ ապօրինի է, որովհետև
նման իրավական ակտ ես որպես իրավաբան եմ ասում։ Չկա ուղղակի, որ այդ Արցախի բյուջեն, այդ Արցախի ծախսերը, այդ Արցախի փողերը, ինձ թվում է սա արվեց դիտավորյալ, որպեսզի Արցախյան կլանից վաղը մյուսը ոչ մեկ չկարողանա պահանջել, նույն Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, չգիտեմ այնտեղ ովքեր որ եղել են, էլի, Արայիկ Հարությունյան, որտեղ ես նորից եմ ասում, պարոն Ղուկասյան, ինձ հենց նոր մի ժամ առաջ Սփյուռքից զանգել է իմ ընկերը, ասում է 20 տոննա հումանիտար օգնություն ենք ուղարկում Արցախին։ Բա որ Արցախին ուղարկում են, այդ Արցախի ժողովուրդը գալիս է Հայաստան, ով է ստանալու այդ օգնությունը։ Ընդ որում ասում եմ, իրանք ուղարկում են այն ձևով, որ ուղղակի հասնի շահառուին, ոչ թե արանք մեջ անեն, չգիտեմ, քաղաքապետարանը, սենց քաղաքապետարանը ուղղակի հասնի։ Բայց եթե այդ մարդիկ հույս են կապում Արցախի, դուք ինչ իրավունք ունեք Արցախը մի գրչի հարվածով օտարել մեզնից։ Հասկացա ես։ Եղավ, շնորհակալություն ձեզ, պարոն Պետրոսյան։ Հա։ Եղավ, շնորհակալ։ Դա օրինական գործարք է, ես դա գործարք եմ անվանում, պարոն Ղուկասյան։ Դա գործարք է, որտեղ ինչ որ մարդիկ հետապնդում են ինչ որ շահեր։ Բայց ես միահույս եմ, որ մեր ժողովուրդը ի վերջո այնքան իմաստուն կգտնվի ու շատ մոտ ապագայում կվիճարկի այդ գործարքը եւ մենք նորից պետքա ունենանք մեր Արցախը։ Հասկանում եք։ Այս կառավարության օրոք բացառվում է դուք Արցախ ունենաք։ Չէ, ես մի բան եմ ասել, միշտ կրկնում եմ։ Այն որ ասում են Հայաստանը Արցախի անկախության երաշխավորն է, ես հակառակն եմ ասել։ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Եվ եթե մենք լրիվ կորցնում ենք Արցախը, մենք լրիվ կորցնում ենք նաև Հայաստանը։ Հասկացա ես ձեզ։ Սա իմ կարծիքն է։ Բարի, եղավ, շնորհակալություն ձեզ։ Ես ողջունում եմ ձեր ջանքերը, որ իսկապես ուղղված են Հայաստանի գոյափրկության, Արցախի գոյափրկության օգտին։ Ես ինքս ամեն ինչով պատրաստ եմ աջակցել իմ մասնագիտական ունակությունների շրջանակներում, որպեսզի ձեր ջանքերը կյանքի կոչվեն։ Հայաստանը չի Արցախի անկախության երաշխավորը։ Արցախն է։ Մենք սխալ ենք մեկնաբանել, ներկայացրել դա։ Հիմա մենք պետք է ամեն գնով փորձենք փրկել Արցախը։ Նիկոլ Փաշինը այսօր այդ ապիկար երկոտանքին կանգնել է լրաբերի հաղորդավարի նման, ասում է մի քանի օրից Արցախում ոչ մի հայ չի լինի։ Հələ սրա բանու գործը։ Բա դու ինչի համար ես նստած դրա։ Այդ տղա։ Չէ, ես որքանով տեղյակ եմ, շատ շուտով, կարող է այսօր, կարող է վաղը կամ վաղը չէ մյուս օրը Լաչինի ճանապարհը փակվի։ Եվ այլևս թույլ չտան ժողովրդին դուրս գալ, որովհետև այս տեմպերով արդեն 70,000-ից ավել մարդ մտել է Հայաստան, եւ եթե այս տեմպերով շարունակվի, այնտեղ էլ մարդ չմնա եւ լրիվ ավելնորդ է դառնում ռուսական կոնտինգենտի ներկայությունը։ Իսկ ռուսական կոնտինգենտը թույլ չի տա, որ ինքն դեղից գնա, հետեւաբար պիտի գոնե մի 20-30,000 մարդու պահեն տեղում, փակելով երկի ճանապարհը, վերջ։ Հիմա տեսեք, պարոն Ղուկասյան, ասենք այս քայլը, այս իշխանությունների, այս փրչա թափառախմբի առնվազն գոնե մի պարագայում արդարացված կլիներ, եթե նրանք, որ ասում են այդպես այդ փրչոտը, որ ասում է Արցախում մի քանի օրից հայ չի մնա, նա կարողանար համարժեք կենսապայմաններ ապահովել Հայաստանում, բայց դու կարողանում ես այդ մարդկանց ընդունես, 120,000 մարդու համար դու կի ցավակայր ունես, լավ եկան ասենք թե հյուրանոցում տեղավորվեցին, բայց այդ մարդը վաստակի միջոց չունի, պարոն Ղուկասյան, սրա մասինով պետք է մտածի, այդ տղա Նիկոլ, ոչ աշխատատեղ կա, ոչ բան կա։ Սրա մասին ով պետք է մտածի բա։ Մարդիկ գալիս են, լավ, հասկացանք, ենթադրենք ինչ որ մի քանի հյուրանոց, ասենք տեղավորեցին իրանց։ Նախ այդքան հյուրանոցում տեղ չկա, որ 120,000 հոգի մարդ տեղավոր։ Լավ, ենթադրենք թե տեղավորեցին Հայաստանի տարբեր մարզերում։
այս մարդկանց աշխատանքի խնդիրը դու պատրաստ ես լուծել, բայց դու ես ինչ օրը գցիր ես ազգին, այդ փնթի, այդ փրչոտ, ինչ օրը գցիր ես ազգին, խաբեցիր, ասեցիր Արցախը, Հայաստանը եւ վերջ, այսօր միանգամից բանը, վեշերդ հավաքում ես, ասում ես գնացեք դավայ ստերից, սա արդեն ադրբեջանական հող է, սա դարի հանցագործությունն է, պարոն Ղուկասյան։ Ես ինչ անեմ, որ դարի հանցագործներին էլ պահում է դարի ընդդիմությունը, կարճելով է ազգային ժողովի մանդատներից ու ոչ մի կերպ չես կարում պոկես։ Հավանաբար երևի ուշադիր եք եղել, ես այսօր էլի տնից լայվ եմ մտել եւ ասել եմ, որ այս ընդդիմությունը հանցակցում է Նիկոլի հետ։ Էլի եմ ասում, այնտեղ կան առանձին իսկապես նվիրյալ պատգամավորներ, որոնց ես ճանաչում եմ, իմ ուսանողն են եղել, շփվել են, հավատարիմ մարդիկ են, հարազատ հայերեն ասել, բայց իրականում այսօր ընդդիմությունը ջուկրա լցնում Նիկոլ Փաշինի ջրաղացին, որովհետև ոչ մի բանով չի արտահայտվում իր դժգոհությունը այս իրականության նկատմամբ։ Սա ծակերն են մտել։ Ես էլ եմ ասում, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ասենք գեներալ մարդ, դու ինչ գործ ունես ընդեղ, դու ամեն ինչով ապահովված մարդ, ով է մի հատ փնթի Վահագն Ալեքսանյանը, որ քո հետ արայով խոսա, դու ինչին է պետք է այդ մանդատը։ Փոխանակ դուք ժողովրդին ճիշտ ուղղությամբ ուղղորդեք, տանեք ճիշտ ուղղությամբ։ Այս ի՞նչ է կատարվում։ Իրանք հանցակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ես տենց եմ կարծում։ Դուք ճիշտ եք կարծում։ Նեղանա, ով ուզբա չնեղանա։ Ես ինչ մտածում եմ, այդ եմ ասում։ Այսօրվա ընդդիմության պահվածքը դա նշանակում է։ Ասում ես ազգային ժողովի մանդատի հազար անգամ ներողություն։ Ասում ես պահում եւ ձեր հետ հարաբերությունը շարունակում եւ պատրաստ եմ շարունակել, որովհետեւ դուք միակ մարդն եք, որ այսօր ճիշտը հանձնում եք հանրության դատին։ Այսօր քիչ են ելույթ ունենում հանրապետության երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, քիչ են խոսում, քիչ են հրապարակային ելույթ ունենում, իրաց կարծիքը քիչ են հայտնում, քիչ են դրսևորվում։ Ես այսօր ձեզ հարգում եմ նրա համար, նորից եմ ասում, իհարկե ձեր հայրենիքները բախոր խնդրում եմ կրճատեք, լավ կլինի, բայց դուք այսօր միակ մարդն եք, որ հանրության բոլոր խնդիրները հանում եք, հրապարականում եք, ասում ես հազար անգամ ներողություն, ասում ես մանդատը վայրդի ասամա չէ, միտինգը անում, զանգում ես, ուզում ես հետը կապնվես, որ միանակ, միասնական ուժ կազմեք, եթերով բանակցես են Թևանյան Անդոյիդ, չեն պատասխանում, կապի դուրս չեն գալի, ասում ես վարչապետ եմ ու վերջ, են մյուսը, որ ասում ես քաղաքապետ եմ ու վերջ, ասում ես տղա ջան, քաղաքապետ ես ուզում դառնաս, օքեյ, դեմ չեմ, արի կոալիցիոն, միասնական կերպով ինձ էլ տու մի հատ վարձություն, ասում չէ, ինձ պինտրես ու վերջ, հիմա էլ ասում դա, մենք չենք էտը, մենք բոյկոտը մենք, դուք է պիտի բոյկոտեք, ամեն կերպ փորձեցին խառնին, ժժնին, ավիրին, բլին, միտինգ էին անում, 150 տարանկողին բերդ, ոչ մեկ հետևից չեն հետև, ոչ մի պետաշի չկա, ոչ մի բան չկա, մորթին շարժումը, հիմա էլ ասում են, եթե դոգը գնաց, դոգականները գնացին մտան քաղաքապետարան, ուրեմն տեսեք, իրանք վերարտադրում են Սիսին, Սիսին ես եմ վերարտադրում, թե դու, մերնակ ասելով, արի պայմանագիր կապենք, չասմո, չէ, հորասարեմ, մորասարեմ, դուք իրավաբան մարդ եք, առանց պայմանագիր կապելու ես քեզ քաղաք վստահեմ, էդի կլինի նորմալ, ասմա պաշտոնա կռիվա, հապա պաշտոնա կռիվա, պիտի պաշտոնի ըլնես, որ սրանց լարես։ Պարոն Ղուկասյան, իմ ասածը ես չեմ համաձայնեցնում որևէ մեկի հետ, ես խոսում եմ այն, ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ես ողջունում եմ ձեր կեցվածքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ճիշտ այդ առանձին հայրենիքները հանած, որ դուք իսկապես պայքարում եք երկրի համար։ Եվ այսօր, եթե դուք ձեր պայքարը շարունակեք, ես աջակցելու եմ ձեզ։
Շնորհակալություն։ Որովհետև միակ մարդն եք, որ այսօր ազնվաբար առանց որևէ ուղղորդման դուք այսօր պայքարում եք հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։ Կլինի Երևանի ավականու ընտրություններ, կլինի վաղը համապետական ընտրություններ։ Ես պնդում եմ իմ կարծիքը։ Այսօր ընդդիմությունը մի բան, տեսեք, պարոն Ղուկասյան, ընդդիմությունը այսօր որևէ նախագիծ չի կարողանում անցկացնել ազգային ժողովում։ Հա։ Ինքը որևէ Բայց մնացել է ինչ անի։ Հա, ունի քվեարկության իրավունք, բայց որևէ ձայն չունի։ Հիմա ումա պետք այդպիսի ձեռքերը կտրած ոտքերից կաղն դիմությունը։ Այս ժամանակ, երբ որ ես Բարգավաճ Հայաստանում էի նախկինում, մեզ ասում էին դուք ձևական ընդդիմություն եք, բայց մենք կարողանում էինք ձայները, մեր կենտրոնացնել, մեր ուժերը օրենքների նախագծեր անցկացնել։ Ճիշտ է, ես դուրս եկա Բարգավաճ Հայաստանից, ես անկուսակցական եմ, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Մենք կարողանում էինք նախագծեր անցկացնել։ Նաիրա Զորաբյանի միջոցով, Միքայել Մելքումյանի միջոցով, Վահե Էլֆիաջյանի միջոցով մենք կարողանում էինք այդ անել։ Այսօրվա ընդդիմությունը փալասա դարձել։ Ես ասում եմ, ես ուղղակի Սեյրան Օհանյանի վրա զարմանում եմ, որ ինքը լինելով գեներալ մար, իր ինչին է պետք է մանդատը, երբ որ Վահագն Ալեքսանյանին նման են վարազե արտակինով չորքոտանի, որ հելում արայովա հետդ խոսում, քեզ պետք կա բադա, դրա համար բայր դրեք մանդատներ, ստեղծեք սահմանադրական ճգնաժամ, լինի նոր ընտրություն, եւ ես վստահ եմ, հիմք ընդունելով նաեւ Երևանի ավականու վերջին, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չի հավաքի, վերջ։ Անպայման նասկի 25% չի հավաքել։ Հիմա այս սրանք, դե հիմա տեսեք, էլի, որ կարճած են իրանց մանդատներից, ընտեղ ես ուղղակի ապշում եմ դրանց անինքնասիրության վրա։ Ոնց կարելի է պատիվը փոխանակել համբավի հետ։ Էլ երկու բառ խոսալ, ստի ծիփր մենք ընդդիմադիր ենք, բայց խայտարակալն է, ծետ ուտել։ Մեր ելույթների ժամանակ հրնդե թող մեկը բախտը փորձեր միացավ տուն անել։ Գիտեին, որ 5 րոպետու դիմացանոթային համակարգի վնասվածք են ունենալու։ Իսկ այսօր ելնում են իրակ ընդդիմություն են ծեծում։ Սրանք էլ պաշտոնի մուրալով, պաշտոնի աթռու ծծելով, չեմ ամաչում ասել, կներեք, շարունակում են իրենց պաշտոնավարությունը։ Կարևորը մանդատները պահեն։ Արա դուք ելի կունենաք այդ մանդատները։ Եթե ճիշտ աշխատեք, եթե ժողովրդին ազնիվ ներկայանաք, ճիշտ ներկայանաք, ելի եք ունենալ այդ մանդատները։ Հիմա հրաժարական տվեք, ստեղծեք խորհրդարանական ճգնաժամ, սահմանադրական ճգնաժամ, ստիպված կլինի ազգային ժողովը լուծարվել, նոր ընտրություն կլինի, դուք ելի կունենաք, ավելի շատ կունենաք։ Այ անգրագետներ, այ պաշտոնի մուրացիկներ, չգիտեմ է, պարոն։ Հա, եղավ, խնայեք ձեր ներվերը, ձեզ հուզվել չի կարելի, շնորհակալություն ձեզ, ջեմ զրույցի համար, անցնենք առաջ, հաջողություն ձեզ։ Так, ստեղ մեզ հորդորում են, ես էլ հորդորում եմ մեր Արցախի ժողովրդին, ովքեր որ անքուն, անդադար ճամփեքին ընկած գալիս են, ես այնց գրում են, որ ճանապարհների վրա շատացել են վթարները, մեքենաները շուռ են գալի, մեքենաներով իրար են խփում եւ այլն։ Ավելի լավ է կանգնեք, միտեղ քնեք, կամ մի հատ մոթել, մտեք, քնեք, նոր հելեք ճանապարհ ընկեք, որ ճանապարհի վրա վթարի հետևից չլինի։ Հայտարարություն։ Ես ուզում եմ ամփոփեմ օրվա լուրը, նախ հա, ես մոռացա անդրադառնալ այն հրամանատար քյոխին, ես նաև չհասկացա այդ մարդը ոնց է անցել սահմանը, ոնց է ստացվում, որ մեկը կարող է անցնի, մեկը չի կարող անցնի, այն մեկը ինքնիավոտով են, ինչ էր այդ մարդու ազգանունը, Բաբայան, ինքնիավոտով հելավ գնաց Շուշի հանձնվավ, ասեց ինձ եկալ եք տարեք, եկալը մեկ տանում եք, ինչ եք անում, բան Բաքու դատեք, ինչ մի տարօրինակ բան է կատարում այդ Ղարաբաղում, մարդկա դուրս է գալի, մարդկա գերի ան գնում, մարդկա բռուն տանում են, մարդկա ինքնիավոտով է գնում, ինչ
Ինչա կատարվում չեմ կարող հասկանամ, ինչ վերաբերում է քյոխի պահով, ես այդքան մեծ դրական կարծիք չունեմ այդ անձի նկատմամբ, ոնց որ իա PR-ակցիան արվում է, որովհետև գիտեմ ինչպիսի հրամանատար է եղել, ինչ ոնց եւ այլն, դա արդեն իմ նեղ մասնագիտականն է, թող ոչ մեկ չփորձի քարկոծել, թե քաղաքականն է կամ եւ այլն, ես որպես անձնավորություն, որպես ռազմական ոստիկան գիտեմ ինչ հրամանատար է եղել ինքը, ինչքանով է եւ այլն։ Հիմա արդեն հրամանատար չի, չեմ ուզում անդրադառնամ։ Ուղղակի զարմացա, իհարկե շատ ուրախ եմ, որ անցավ, բայց զարմացա, այսինքն այն արտաքին գործերի նախարարը ինքնավոտով է գնում հանձնվում, չեսխի հանձնվում չգիտեմ, ավելավա լինել ինքնասպան կամ ինչ-որ մի ձև փախնել, քան թե գնալ հանձնվել։ Ես ոչ մի կերպ չեմ ուզենա, որ մեր հայերի քանակը Ադրբեջանի բանտերում ավելանա, բացի այդ 4 հոգուց՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան եւ ես ներկայիս Բոզի տղեն, դաշնակ, որ ստորագրեց հանձնեց։ Մնացածի հետ կապված են Կամո Աղաջանյան, մեկ էլ էդի։ Իսկ ինչ վերաբերվում է նորից վերադառնանք այսպես ասած ակտուալ թեմաներից մեկին քաղաքապետարանի հետ կապված, որ թևավորը եւ կոլոտը բոյկոտում են, դա ձեր անձնական իրավունքն է։ Թևավորը ճարահացյալ է բոյկոտում, որովհետեւ Հայկոյին աջակցելուց հետո իր մոտ պայթավ, սա արդեն դրից գնում են եւ ինքը շատ լավ հասկացավ, որ ինքը չի կարող թելադրել իրավիճակ եւ իր անձինք շատ հանգիստ կարող են գնալ եւ առանց արդեն համաձայնացնելու ներկա գտնվել քաղաքապետի ընտրությանը, ապահովելով քվորում, մադամար փորձում են ինչ-որ մի բան փաթեն իմ գլխին, Հայկոյի հետ էլ կապված ես ասել եմ եւ նորից եմ ասում, երիտասարդ, ես 10-15 օր, Քեզ ասում էի տղա ջան, արի, նստի, ստորագրի, կոալիցիոն կառավարություն, ինձ ընդամենը տալով մեկ վարձություն, ուրիշ բան ես չեմ ուզում։ Իմ մարդուն նշանակում էիք ժամանակավոր պաշտոնակատար, ոնց որ հիմա նայում եմ, սա քաղաքապետարանը է, գրած դրածա, սա ժամանակավոր պաշտոնակատար են, նշանակում էիք ժամանակավոր պաշտոնակատար, հետո այն մարդը դառնում էր վերահսկողական վարչության պետ։ Ուրիշ բան, ոչ թաղապետարան, ոչ փոխքաղաքապետ, ես չէի ուզում։ Հիմա իմ ախորժակը մեծացել է, ես ուզում եմ յուրաքանչյուր երրորդ թաղապետին, ես ուզում եմ յուրաքանչյուր երրորդ փոխքաղաքապետին, ես ուզում եմ յուրաքանչյուր երրորդ պոլիկլինիկան, դպրոցը, ոնց որ հանրապետականի ժամանակ էր։ Հիշում եք հանրապետական կանանց մազերի պրիչոսկեն, սաղինը նույն ձև էր, լվիցայք, սաղ դպրոցի դիրեկտորները, սրա հարցը, սրա կեսուրը, սրա տալը, սրա զոքանչը եւ այլն, քանի որ ես պրինցիպիալ անձնավորություն եմ, այո, ես ուզում եմ պաշտոն, իսկ ինչու ոչ։ Ես պիտի ուզենամ պաշտոն, որպեսզի Երևան կառավարեմ, Երևանը սարքեմ Երևան, սրանց էլ լարեմ։ Ուզել եմ, ասել եմ, առաջարկել եմ քեզ, դու չես համաձայնվել, ասել ես ոչ, ես պիտի լինեմ քաղաքապետ ու վերջ։ Էն Թևանյան Անդոյին էլ ուղիղ եթերով հրապարակային 2 ժամ փորձեցի կապի դուրս գալ, դուրս եկան, դուրս չեկան, եթերից հետո դուրս եկան, դուրս չեկան, եթերից հետո քո նմանը տեղ ժամ, եթե սուտ ասա սուտ, տեղ ժամ պատարակ ժամադրիկ իմ մարդուն տարակ հացրիկ, Սերժի Դաչիկողը չեկակ։ Հասկանալի է։ Իսկ հիմա էլ քանի որ արդեն բոլոր խաղաքարտերը խառնվան իրար, ձեր վրի ձեր ժողովուրդը թռան, ձեր հովանավորները հասկացան, որ այ մարդ էս ինչ ալեմ, դոգը կամաց թափառում, եկեք հիմա էլ ասենք, չէ, բոյկոտը մենք եւ երկրորդ փուլի ընտրությունների ժամանակ խաղի մեջ մտցնենք հիմա էլ արդեն ինչ է Դելոնեման չի կարա մասնակցի, սպոնսոր չունի, Քավառել չի մասնակցի եւ այլն, կմասնակցի Գագո, կմասնակցի Հանրապետական, կմասնակցի Դաշնակցություն, նորից քաղաք ժողովրդի էմոցիաների հետ, Խաչատուրով, Մաչատուրով, տուդա-սուդա եւ այլն եւ այլն եւ այլն։ Նորից ծախսեր, նորից ֆինանսական միջոցներ, ոչ Հայկ Մարության, ոչ, ձեր ասածը չի լինելու։ Ես քո համար խաղալիք չեմ, որ օրը մեկ քնես մի բան խոսած, քեզ ասում ենք, արի նստի, հրապարակայնորեն խոսենք։ Ոչ թե գրապահարանի դեմից։ Դու ասում ես ոչ, սենց պիտի լինի, ես սենց եմ ասում, սենց պիտի չի լինելու։ Քո ասածը չի լինելու։ Մնացած արդեն կորոշեմ ես։ Կողած ունեմ եւ քո Սերժին, եւ քո Ռոբիկին, եւ քո ֆինանսիստներին, եւ քո ավականու այն անդամներին, որոնք ներկայացնում են այդ թայֆեն, նույնն էլ Թևանյան Անդոյին։
Դու մարդկային լեզու չհասկացար։ Այսօր այսքանը շնորհակալություն։ Ինձ իմ 23,000 հոգին ձեն են տվել, որ ես մտնեմ քաղաքապետարան եւ ծծցնեմ։ Ես մտնելու եմ քաղաքապետարան եւ ծծցնելու եմ։ Իմ համար մեկ էր ելնելու դու էիր ընդ նստած, թե Սիսին, երկուսդ էլ նույն բոզի տղեկն եք։ Եթե Սիսի դեպքում Սիսին պիտի առնի տանի կողի կնգա ոռը, քո դեպքում կնի գդա առնեմ, բերեմ կողմա քո ոռը։ Ինչ տարբերություն։ Իմ համար կա տարբերություն, էսա գրփեմ թե էնա գրփեմ։ Հա? Կա տարբերություն։ Ես տարբերություն չեմ տենում։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքը մաքրենք ԿՊ-ից, ես քեզ ասեցի, դու քո համար նստի քո աթոռի վրա, որպես ղեկավար։ Ես այդ ծև գործը անում եմ, քաղաքը մաքրում եմ ԿՊ-ից։ Դու ընդամենը տալիս ես ինձ վերահսկողական վարությունը եւ չես խոչընդոտում։ Ես քաղաքը մաքրում եմ ԿՊ-ից։ Ես Սիսիի վերով քաքերը հանում եմ, ես արդեն գիտեմ ոնց եմ գնում դատախազության դուռը, ոնց եմ գնում հակակոռուպցիոնի դուռը, չեն անում ոնց եմ ժողովրդին լցում փողոց։ Ասել եմ, ասին ոչ, չի լինելու, մրցութային պիտի լինի կրուտիտը, մրցութային ձևով, մրցութային մորը ծծցնեմ, մրցութային, միայն մրցութային։ Կանգած չեխերը մրցութային էին ծծցնը, հա? Ոչ թաղապետ էի ուզում, ոչ քաղաքապետ էի ուզում, ոչ գերեզմանի վարիչ էի ուզում, ոչ պոլիտիկայի վարիչ էի ուզում։ Իսկ հիմա ուզում եմ, սաղ եմ ուզում, 1/3 եմ ուզում։ Վսո! Այո, պաշտոն եմ ուզում, որ համ քեզ ծծցնեմ, համ նրանց ծծցնեմ։ Բարած պաշտոն ինչ։ Ինչ։ Ինձ իմ 23,000-ը ձենատվել, որ ձեզ ծծցնեմ։ Չի ձեն տվել, որ նստեմ ձենել լուլի անեմ։ Ասի կարի ստորագրի, չէ, դիցի նախույ, չամադան, վագզալ, նախույ, տարել քաղաքապետ, չէ, գնա իմականի բեմի վրա, քո կլեոնությունն արա, դի գնա, չղմշար էսքան, չես տանա էսքան, բիզնեսի օրենքն ա, ես սխալ է, ժողովուրդ, պաշտոնակռիվ անեմ, հա, խիվոր մեկը չեք անեմ, Բաբդի պաշտոն ունենամ, որ սրանց ծծցնեմ, առած պաշտոն եսում խերի գլոխնեմ, մինչև չմտա քաղաքապետարան, դեսպանատները իմ դուռը չեն ծեծում, հիմա արդեն ծեծում են, եթե ժամանակ ես էի ծեծում, հիմա այդ յանք են ծեծում, սա խառվել են իար։ Ասում եմ, ես եմ հաղթե, հա, ձայների մեծամասությամբ, ով ասեց, ձայները մեծամասամբ են բոզի տղեն, Իսկ Թևանյան Անդոնի համաձայն, որովհետև Թևանյան Անդոն նույնությամբ սնվում է Ռոբերտ Քոչարյանից։ Հələ շատերն ասում են, դոգը միանում է Ռոբերտ Քոչարյանին, էտել էին գրում։ Բայց էլ էին գրում։ Դուք ուզում ես միանաս Ռոբիկին, Ռոբիկը չմիացավ ինձի։ Ես ուզում եմ միանալ, այո, ես ուզում եմ միանալ։ Ընդդիմություն իրենց հայտարարած ուժին, բայց մենք այսօր տեսանք։ Թևանյան Անդոն ընդդիմություն, հա։ Եթե Թևանյան Անդոն ընդդիմություն է, ես բոզի տղա եմ։ Եթե Թևանյան Անդոն ընդդիմություն է, ես բոզի տղա եմ։ Ինչ խերիս ընդդիմություն։ Ընդդիմությունն էլ բերթում կլներ։ Ընդդիմությունն էլ միտինգը չեր վիժասնի։ Ընդդիմությունն էլ սրանց մաքրե տարել էր։ Հենց առաջի օրը, երբ որ ժողովուրդը լցման հրապարակ են ռադիկալ մասան։ Ոչ թե ռադիկալ մասային ղրկեց բերթ, Վազգեն Մանուկյանի նման բոզի տղուն հանին կախին մեյտա ժողովուրդը տեսավ ասեց, oh my god, էսով եկալա փախավ, բեղլու բոզի տղեն Արցախ մենք քո հետ ենք, բայց մի հոգու չի տանը միա պանսիոնատում չի պահեմ, ու ման ասում եմ, հիմա օրը մեջ, 3 օրը մեկ միտինգ են անում, ժողովուրդը մեր արին մորմուս քաշման կրա, էս հանդիմություն, Հայկ Մարուսյան, Չեխիայի քաղաքացի, Ֆիզգարադոկի ապօրինի շենքի շինթույլտվություն տված բոզի տղա, 25 հատ ապօրինի գույք, ձեր քաբերը չգիտես որտեղից, Չեխիաներում, Արգիշ Քարամյան քուրդ բոզի տղեն, չեթում դուրը չի ծեցեմ, ասի, հել մի հատ այտնան քեզի որտեղից, բայց ընդիմություն ա, ընդիմություն ասում եք ար ընդիմադիրներով միանակ, դու էլ ընդիմադիր լիձեր, թե քո ինչն ա լիձեր, Ջինսի տակից կայնաս չէ, թեթև երևացող առնան թամտենաց կփախնես,
Բայց ասում եմ լավ, դու ալի դարի, ասում ես եմ շշացան, ես քեզ որպես ֆունդամենտ։ Իշքան սև գործ կա, ես անեմ խարոշի պոլիցեյսկի, պլախոյ պոլիցեյսկի, ասում եմ չէ։ Չէ ախպեր։ Բա այդքանից հետո իմանացում ուլի խանյան տիկոն ռոզիս կա։ Քեզ ինչ։ Կարող է գալը փակվամա։ Ստորագրի ռոզի շիլնի, խոստանում էի։ Ստորագրի դե մեծի նախույ։ Всё, շնորհակալություն։ Ավինյանը խռիս ուրախանա, Ավինյանը չի ուրախանալու։ Ավինյանի սևորերը սպասվում են։ Եվ որ Երևանի քաղաքապետարանի մեջից իմ խլեշը եկը լսվի, այն ժամանակ եկը տենակ, Ավինյանը ուրախանա, թե չի ուրախանան։ Всё, հաջողություն ձեզ։